Բարի լույս, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս հանգստյան օրերին ունենք հնարավորություն աշխատելու ձեզ համար, որպեսզի ձեր առավոտը լինի հիանալի։ Այո, շատ բարի լույսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ն է եթերում եւ մենք պատրաստ ենք ձեր առավոտը դարձնելու դրական, բարձր տրամադրությամբ եւ իհարկե փոխանցելու սեր եւ ջերմություն։ Այո, ջերմ, որովհետեւ վերջին օրերիս արևելը ավելի պայծառ է շողում բոլորիս համար, խոստանալով, որ ամառը շատ շուտով կգա ու մենք ամբողջությամբ կվայելենք ամառային տրամադրությունը։ Սա եւս մեկ առիթ է, որպեսզի ոչ միայն առավոտները սկսենք հետաքրքիր, նաեւ երեկոներն անցկացնենք հետաքրքիր։ Այս հարցում մեզ օգնում է նաեւ մեր ընկերը Vedi Alcon, որը ներկայացնում է զանգու հրաշալի գինին, որն առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու գինի անապակ յուրահատուկ պահերի համար, գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Իդեպ 1956 թվականին հիմնադրված Vedi Alcon կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Այո, իդեպ օրերը շատ արագ են գնում առաջ, այնպես որ հասցրեք պահերը ֆիքսել լավ ընկերների, հարազատների եւ իհարկե լավ գինու հետ միասին։ Իսկ այսօր արդեն մայիսի 16-ն է, իսկ մայիսի 16-ը Հայաստանում ուսանողների եւ երիտասարդության օրն է։ Նշելու որոշումը ընդունվել է 2014 թվականին։ Ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է հենց այդ օրը։ Նշեմ, որ 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը։ Իդեպ ես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ եմ։ Շնորհավորում եմ այո բոլոր այն մարդկանց, ովքեր եւս մայրբուհի հետ կապված ունեն շատ հետաքրքիր ու լավ հիշողություններ, որովհետեւ երկրորդ տան տրամադրությունը ամեն դեպքում տալիս է։ Իհարկե, կյանքի լավագույն տարիներից, 4 կամ 5 տարին անցկացնում ենք հենց 6 քոլպարագը, իմը 4 էր, որովհետեւ Թատերական ինստիտուտը 4 տարի էր, եւ իհարկե դա անհոգ ու լավագույն տարիներն են, որոնք մեր կյանքում միշտ առկա են։ Իդեպ ասենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղինակավոր Օսկարի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի հոլիվուդյան Ռուզվելտ օթելում։ Այն ժամանակ մրցանակները դեռևս Օսկար անվանումը չէին ներկայացված, դրանք ստանում էին այսպես կոչված շնորհավորական արձագանքներ։ Արարողությունը տևել է 15 րոպե, ընդամենը որին ներկա են 250 մարդ։ Տոմսը արժեցել է ընդամենը $5։ Հրաշալի է եւ 15 րոպե ատվել Օսկարը։ Այո, եւ ուր ենք հասել հիմա, ինչ շքեղություն, կարմիր գոր եւ մեկ ամբողջ տարի սպասելու համար այդ հրաշալի իրադարձությանը, որը շատ երկար կազմակերպում է կինոակադեմիան։ Շարժվելով առաջ նշեմ նաեւ, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում Միշա Ազնավուրը, ֆրանսիացի գրող, դերասան եւ երաժիշտ։ Նա մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրի որդին է, ծնվել եւ կրթություն է ստացել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ապրել է Փարիզում, թողարկել է 2 CD եւ բանաստեղծությունների ժողովածու ֆրանսերենով, նկարահանվել է մի քանի ֆրանսիական ֆիլմերում։ Այսօր նաև իր ծննդյան տարեդարձն է նշում երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանը, Գևորգի հետ կհանդիպենք քիչ հետո իհարկե, եւ նա ունի մեզ համար ու իր երկրպագուների համար շատ լավ ու հետաքրքիր նորություն։ Իդեպ ես կարծում եմ մի քիչ հիմա երաժշտությունը չէր խանգարի։ Այո, ես էլ եմ համոզված, որ երաժշտությունը կբարձրացնի բոլորիս տրամադրությունը։ Հիմա ռիթմեր մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բացեմ մի գաղտնիք, ամեն անգամ, երբ մենք գալիս ենք տաղավար, նախորոք Սոնան դասավորում է բոլոր այն հագուստի տարբերակները, որոնք մենք պետք է կրենք եթերի ընթացքում եւ բնականաբար միմյանց հետ համաձայնեցնելով։ Բացեմ ամենակարևոր գաղտնիքը, ես միշտ հակառակն եմ կրում տաղավարում եւ բայց դրանից առաջ Սոնային ասում այո, իհարկե, հենց այդ նույն գույները ես կբերեմ, բայց մշտապես կարելի է հետեւել նորաձևությանը եւ լավ մարդկանց խորհուրդներին։ Այս դեպքում ես խոստանում եմ Սոնա հաջորդիվ հետեւել քո խորհուրդներին։ Հրաշալի է, բայց այսօր կարծում շատ գարնանային գույների մեջ ենք երկուսս էլ եւ հուսով եմ, որ տրամադրություն կարողանում ենք փոխանցել նաեւ մեր հագուստի եւ գույների միջոցով, որովհետեւ արդեն բարեբախտաբար ցրտերը քիչ-քիչ զիջում են, թեպետ մայիսն էլ չի խոստանում ամբողջությամբ արևային լինել, անձրևներ կլինեն, բայց համեմատաբար գոնե արդեն տաք է եւ մրսելու սեզոնը կարող ենք փակված համարել։ Այնպես որ հենց հիմա գնանք դեպի նորաձևության աշխարհ եւ տեսնենք, թե ինչ նորություններ կան այնտեղ։
Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը, շարունակում ենք ձեզ հետ խոսել նորաձևությունից եւ այսօր կխոսենք frugal chic-ից։ Վստահ եմ, որ այս տերմինը շատերից ծանոթ է, քանի որ մեզ հետ է դեռ 2025 թվականից եւ իր ճանապարհը կատարել է TikTok-ից մինչեւ բրիտանական Vogue։ Ինչ է frugal chic-ը, եթե փորձենք բառացի թարգմանել, սա կարծես խնայողության մասին է, բայց դա այդքան էլ այդպես չէ, այն ավելի շատ գիտակցված գնումների մասին է։ Frugal chic-ը մի ուղղություն է, որը կարծես թե ձևավորվել է fast fashion-ին հակադիր արագ նորաձևությանը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ է թափ ստանում, երբ որ թրենդները անընդհատ հաջորդում են միմյանց եւ մարդիկ ոչ ֆիզիկապես, ոչ ֆինանսապես չեն հասցնում հետեւել այս արագությանը եւ frugal chic-ը կարծես թե եկել է որպես հակակշիռ այս ուղղությանը, փորձելով մարդկանց տանել դեպի գիտակցված գնումներ, այսինքն ամբողջ ուղղությունը այն մասին է, որ պետք է ընտրել ոչ թե շատ, այլ մեկը, բայց որակյալ եւ համապատասխան ձեր զգեստապահարանին, ձեր սեփական ոճին, այսինքն տեղի է ունենում ինդիվիդուալացում։ Fast fashion-ի հետևանքով մենք ունենում ենք թրենդներ, որ ապրում են շատ կարճ եւ մարդիկ դեռ չեն հասցնում գնել իրը, այն դառնում է անտի-թրենդ եւ թվում է թե այս իրավիճակում լավագույն լուծումը գիտակցված գնումներն են եւ հենց այդ պատճառով է, որ այս ուղղությունը շարունակում է ավելի ու ավելի տարածված դառնալ։ Եվ նորաձևության այս զարգացմանը շատ հետաքրքիր է հետևել հենց բրենդների տեսանկյունից, կարծես թե ավելի հիմնավոր եւ լավ են շուկայում հաստատվում միջին եւ պրեմիում սեգմենտի բրենդները, իսկ fast fashion-ը մի փոքր զիջում է իր դիրքերը։ Շատերի համար նորաձև է ճամփորդության տարբերակը, հա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, չգիտեմ, ծովային հանգիստ, էքստրեմալ հանգիստ, բայց ասեմ, որ նաև բավականին նորաձև է Հայաստանի բնաշխարհում ժամանակ անցկացնելն ու պտտվելը, ճանաչել մեր բնությունը, մեր կարևոր ու գեղեցիկ վայրերը եւ այնտեղ, որտեղ որ կա ջերմություն եւ բնություն եւ այդ կանաչն ու գեղեցիկ օդը վայելել ամբողջությամբ։ Ուր գնալ, Սոնա։ Կարող ես ուշել Հայաստանում ավելի նեղացնենք հարցը եւ իհարկե, որովհետեւ հատկապես հանգստյան օրերին կարիք կա փախչելու մայրաքաղաքի աղմուկից եւ մի լավ հանգստանալու բնության գրկում, լիցքավորվել բնությունից, չախտոտել բնությունը փոխարենը եւ վերադառնալ քաղաք արդեն ու պատրաստվել երկուշաբթի օրվան, որովհետեւ երկուշաբթին սովորաբար ծանր է լինում։ Իսկ թե ուր գնալ Հայաստանում կհուշի մեր հաջորդ էջը։ Գյումրիում եկեղեցիները շատ են, բայց մեր հաղորդման շրջանակներում որոշել եմ առանձնացնել այս եկեղեցին, որովհետև զբոսաշրջիկներին շատ քիչ է հայտնի, նույնիսկ տեղացիներին է շատ քիչ հայտնի։ Ռուսական Սուրբ Արսենի եկեղեցին, որը կառուցվել է 1870 թվականին։ Իսկապես, որ իր ճարտարապետությամբ, գեղեցկությամբ աչք է շոյում, 1930-ական թվականներին արդեն ԽՍՀՄ ժամանակաշրջանում քանդվել են եկեղեցու երկու գմփետները ու սկսել է արդեն գործել որպես որբանոց, որպես անասունների ախոռ, նույնիսկ որպես կինոակումբ։ «2010 թվականից այստեղ սկսել են վերանորոգման աշխատանքներ, այդ վերանորոգման աշխատանքները հիմնականում ընթանում են բարերարների ու հավատացյալների հանգանակության միջոցով։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիր Weekend-ը, մենք ունենք հրաշալի հյուր, ում դուք ճանաչում եք Հարսնաձորի լեգենդից, եւ այնտեղ նա մարմնավորում է Լիլիթին։
Աննա Գրիգորյան, Աննա Մինյոնը, նկարչուհի, դերասանուհի, բլոգեր եւ իհարկե Հարսնաձորի լեգենդի դերակատարումով հայտնի։ Բարև։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, մի քիչ ձայնս է կտրված, բայց հուսով եմ ձեզ նեղություն չեմ տա։ Բացարձակ։ Շատ է գոռացել։ Լարված եմ։ Հասկացա։ Ինչի։ Նախահարսանեկան փուլում եմ։ Oh my god։ Ո՞վ է վարելու ձեր հարսանիքը։ Աշոտը, ռիժի։ Լավ։ Իմ կուրսեցին է եղել Աշոտը։ Մենք Իմ շատ երկպետական լավ թատրոնում ընկերն է, մենք միասին միասին ենք Կարապետ։ չունենք Իսկ ովքեր են երկելու ձեր հարսանիքին։ Չեմ կարող ասել, իմ բոլոր ընկերները, ովքեր երկիչներ են, հրավիրված են հյուր, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել, եթե հանկարծ ցանկություն Բայց դες կարծում եմ որ սիրով։ ցանկություն կունենան, որ մի կես ժամ ամեն մեկը երկի։ Դե դա շատ է, չէ, ես չեմ էլի նեղություն մեկ չեմ տա ժամ։ ընկերներիս։ Եվ քանի որ հարսանիքի թեմայով սկսեցինք մեր առավոտը, հետաքրքիր է որն է ամենաբարդը հարսանիքի նախապատրաստությունների փուլում։ Ինձ մոտ պարը Հարսի պարը։ Ստացվում է։ Եվ հարսի եւ զույգի հետ միասին պարը, որովհետեւ ես չեմ կարողանում երաժշտություն ընտրել։ Ես շատ ունեմ սիրելի երգեր, բայց չեմ կարողանում համապատասխան երաժշտություն ընտրել պարի համար, դրա պատճառով ամեն ինչ ձգվում է։ Իսկ այն մնացած հարցերը ասենց ավելի թեթև են վերաբերվում, հանգիստ, որովհետեւ գիտեմ, որ ամենակարևորը այդ օրը իմ պոզիտիվ լինելը եւ պոզիտիվը փոխանցել իմ հյուրերինն է։ Ահա, բայց մի քանի օր է մնացել ընդհանրապես հարսանիքին ու երբ եք պատրաստվում ընտրել արդեն կողմնորոշվել չէ։ Իսկ գուցե զուգընկերը ընտրի թե բարդ պատասխանատվությունը ձեզ վրա երկանտրել, որը չեմ բարձրաձայնի, այդքան էլ իմ սրտով չի։ Հաշվի առնելով, որ դա մեկ անգամ ընդամենը չես ապարելու, որ մի կերպ այդ մի անգամը լսես եւ վերջ, պետքա փորձերի ժամանակ մի քանի անգամ լսես, դա արդեն իմ ականջները չի ընդունում, դրա համար մի քիչ իրան նեղացրել եմ այդ հարցում։ Միգուցե հենց դա էլ պատճառն է, որ չեն կարողանում դեռ ընտրել երգ։ Իսկ հաճախ ասում են, որ հարսանեկան պատրաստությունների փուլում ամենաշատ վեճերն են լինում եւ ամենաբարդն է։ Ձեզ մոտ չկան։ Ամեն ինչ նենց ներդաշնակ, ասենց ասում եմ, սենց լավ է, հա, օքեյ է, այսպես է։ Դա հիմնականում իրենից էլ է գալիս, որովհետեւ իմ կարծիքը շատ է կարեւորում։ Ասում եմ, դու ոնց ուզես, հարսիկը դու ես, քո ցանկությամբ թող ամեն ինչ լինի, ու երկուսս էլ որ պոզիտիվի կողմնակիցն ենք, ավելի շատ այնպես ենք անում, որ ուրախ լինի, օրինակ Տարուսիկի ձևը այնպես ենք ընտրել, որ վերցնողը միանգամից ժպիտ ունենա, չեմ ասի։ Այդ չեմ ասի, թող գաղտնիք մնա, բայց հաստատ եթե օրինակ ձեզ էլ նվիրեմ, ինձ թվում առաջին ռեակցիան միանգամից կխնդակ էլի հաստատ։ Բա բերեիք մի հատ։ Դեռ չեմ ուզում սփոյլեր։ Միշտ հարսանեկան խնջույքների ավարտին այդ ծաղկեփունջը շպրտելու պահն է։ Այս վերջի հարսանիքներին երբ որ մասնակցել եք, բռնել եք ծաղկեփունջը։ Չէ։ Երբեք չեմ բռնել։ Դու։ Եղել է մի անգամ, որ կողքից աղջիկը կոտորեց իրան, ասի դե վերցրու։ Որովհետև իրականում մենք վաղուց ենք ընկերություն անում ու ես վստահ եի, որ Արթուրի հետ եմ ամուսնանալու, այնպես չի, որ այդ ծաղիկ բռնելը իմ համար ինչ-որ կարևորություն էր ու վերջերս իմ ինստագրամյան հարթակում անգամ նման սնահավատ բաներից եմ խոսել։ Ինձ թվում է դա հա սիրուն ինչ-որ արարողություն է, բայց դա էլի, որ ընդհանրապես կապ չունի։ Հա, երբեմն զուգադիպություններ լինում են։ Իհարկե շատ կուզեմ այն աղջիկը, որ իմ ծաղկեփունջը վերցնի, միանշանակ ամուսնանա եւ դա զուգադիպություն լինի, բայց ինձ թվում է դա այնց ինչ որ դրոշակ չի, հա, էլի։ Իսկ դետալները հայկական են լինելու, այսինքն ավանդույթներ, որոնք հարսանեկան, հայկական, չէ՞։ Ինչու ոչ թե ես կողմնակից չեմ, այլ այնպես է ստացվել, որ ես չեմ ուզում շատ այդ օրը, այսպես ասած, որպես հարսիկ չարչարվեմ։ Ինձ համար դա հոգնեցուցիչ է, ես անգամ որպես ընկերուհի երևի հաշված անգամներ ա եղել, երբ որ հարսիկի տուն գնալ, հարսիկին տանել փեսայի տուն, այդ արարողություններին երբեմն չեմ գնում, որովհետև իմ համար դա շատ դժվար փուլ է։ Ես արդեն մինչև հասնում ենք ռեստորանի փուլին, արդեն շատ հոգնած եմ լինում եւ ինքս որպես մասնակից, եթե հոգնում եմ, parza որպես հարսիկ ավելի շատ կհոգնեմ, որովհետև ուշադրությունը իմ վրա է, ես անընդհատ պետքա ուշադիր լինեմ, որ սիրուն լինեմ, բոլորը նկարում են Շնորհակալություն, դեզյուն, это мне не надо։ Իսկ հարսի շորը արդեն ընտրել եք, որովհետև ամենաբարդը երևի այդ փուլն է։ Դե ոնց ասեցի, մյուս հարցերի պես դա իմ համար մի քիչ թեթև եմ նայում։ Ընտրել եմ մեկ հագուստ, ընդամենը 2 հագուստ եմ փորձել, այսպես ասեմ, այդ երկուսի մեջից ընտրել եմ այն սիրունը։ Ուրիշ տեղ չեմ գնա։
Հուսով եմ այդ օրը սիրուն կլինեմ, չեմ ուզում այսպես թռուցիկ ներկայացնել, ուղղակի որ մասնագիտությամբ նկարիչ եմ, միանգամից ֆոտոն տեսնելով դե հասկանում եմ, որ մի քիչ էլ հաստատ ֆոտոշոփ արած նկարներ են լինում մոդելների վրա, բայց այսպես ասած, որ հագուստը դիտում եմ, արդեն գիտեմ, որ դա ինձ համապատասխանա, թե ոչ, ընդհանրապես պետքա փորձեմ։ Եվ չեմ գնում 100 հատ շոր հագնում, վերցնում, հետո աչքս սովորի, չկողմնորոշվի, մի հատ երկու հատ, որը լավն է, դա էլ ընտրում ենք։ Իսկ ինչն է կարևորում նման միջոցառումների ժամանակ։ Տրամադրությունը եւ հարգանքը հյուրերի հակառակ հարգանքը երբեմն լինում են, որ մանավանդ մեր շոու բիզնեսում մարդիկ կան, որ կենցաղում հնարավոր է իրար հետ կոնֆլիկտ ունենան։ Ես չեմ սիրում, երբ որ անձնական կոնֆլիկտները օրինակ բերում են սրահ ու հնարավոր է իրար հետ ինչ-որ հասկացակին ու դա ինձ խանգարի իմ տրամադրության վրազդի, հələ չփորձվեք մեկը տենց բան անեք։ Ես գիտեմ ով ում չի սիրում։ Իսկ եթե ինչ-որ մեկը գա սպիտակ շորով։ Եթե օրինակ սպիտակ շորը լինի, չգիտեմ, կլասիկ ինչ-որ կոստյումի նման կամ ասենք կարճ հագուստ, այսինքն ոչ հենց հարսիկի նման, ես իրականում այդպիսի հարցերի չեմ նայում, գույնը գույնա իմ համար, բայց եթե օրինակ այդ աղջիկը հատուկ հարսիկի ինա դու այսպես ասած հարսանեկան հենց տենց երևացող շորա հագնում, դա ինձ թվում է հարսիկը որ ձայնել չհանի, այն մյուսները հաստատ իրան մի լավ տեղ կդնեն, այսպես ասած։ Գնանք Հարսնաձորի լեգենդ, որովհետև հեռուստասերիալից ձեզ մեր հեռուստադիտողները գիտեն, ճանաչում են եւ հետաքրքիր է հենց սկզբից գանք, ինչպես ստացաք առաջարկը, ինչպես համաձայնեցիք լինել այս սերիալում։ Առաջարկը ես ինքս եմ գնացել, որ տեսնեմ, փորձեմ, հասկանամ, արժանի եմ այդ առաջարկին, թե ոչ։ Ես իրականում դերասանական կրթություն չունեմ եւ այսպես ասած միշտ անգամ կոմպլեքսավորվում եմ դա ասելուց, բայց չեմ նեղվում, որովհետեւ 18-19 տարեկանից նկարահանումների եմ մասնակցել ու բավականին երկար ժամանակ ծախսել եմ նկարահանումների հրապարակներում, ինձ թվում է փորձ ունեմ, բայց գլուխ գովել չեմ սիրում։ Կար մի փուլ, որ մինչև Հարսնաձորի լեգենդը ուրիշ պրոյեկտներում եմ աշխատել, այդ ժամանակ եղել են նաև կոտրված փուլեր, որ անգամ ուզում էի ասել, որ վերջ, պետք չի շարունակել եւ այլն, բայց լրիվ պատահական ընկերուներիցս մեկը գնում էր Հարսնաձորի լեգենդի այսպես ասած կաստինգին, դե ես էլ քանի որ այնպես չի որ տենց գոռոզություն ունեմ կամ տենց ինչ-որ իմ համար ճիշտ է որ դերասանը եթե անգամ բարձր մակարդակի դերասան է պետքա գնա կաստինգի որ ռեժիսորը իմանա որ այդ մարդը ազատ է իրան ներգրավի հետագայում արդեն իրար հետ ընդհանուր քննարկումներ ունենան եւ աշխատեն միասին կամ չաշխատեն եւ լրիվ պատահական ընկերուս հետ գնում եմ կաստինգին այսօրվա պես հիշում եմ շատ լարված էի առաջին այսպես ասեմ երկու հոգի պետքա մտնեին ես մեկի հետ մտա այդ ժամանակ Ելենա Արշակյանը ներսում չէր ես հարցեր են տալիս լարված պատասխանում եմ արագ ու զգում եմ որ ոնց որ աուրան դուրս չի գալիս ներսի դուրս եմ գալիս ու սենց պատի տակ մտածում եմ ասում եմ վերջ հաստատ չստացվեց հաստատ չի լինելու ու այն աղջիկը որ ինձ տարել էր ասեց ես ուզում եմ հենց իր հետ մտնեմ որ երկխոսությունը կարդանք ճիշտ է ես արդեն մտել էի բայց ոնց որ ինձ բացառություն արեցին ասեցին մեկա պետքա ուղակի կարդալու օգնական լինել իրան արդեն նայել ենք իր հետ որ մտա այդ ժամանակ չգիտեմ այդ իմ լարված ընթացքում երբ է Ելենա Արշակյանը եկել մտել սենյակ չգիտեմ մտնում ու իրեն էլ եմ տեսնում իրականում ես միշտ իրեն արտակնապես շատ եմ հավանել Սենց դե արդեն տրամադրությունս վատ, նստել եմ ինքս իմ վնուշկեքի մեջ, կարելի է չէ, այդպես ասել, այս աղջիկը իր տեքստն է կարդում, ես սենց անկապ ենքանավոր, սենց, հա, բան, իմ տեքստերն եմ կարդում, դե որ տխուր եմ, տեմբրս էլ ավելի ցածր է, այդ պահին Ելենա Արշակյանը սենց, այս աղջիկա տեմբրը ինչ լավն է, մի անգամից, ու սենց եմ որ, օքեյ, դուրս գալուց առաջ ընդամենը ասաց որ ֆիքսեք այս աղջկան ես ճիշտ է այդ պահին ուղակի ֆիքսեկը լսեցի բայց դրանից էլ ինձ չի սենց ոգևորվեցի կարող է հիմա ասում ֆիքսեք հետո չեմ համապատասխանում միանգամից չեմ էլի սենց որ գնացի արդեն մի քանի օր անցավ ու զանգստացա ես ուղակի օթերում էի ասեցի վերջապես հնարավորություն կունենամ ինձ բացահայտելու ու շատ շնորհակալ եմ այդ թմին որ իրոք ինձ թույլ տվեցին որ ես ինձ բացահայտեմ տեսնեմ ես ինչ ունակություններ ունեմ միգուցե մյուս պրոյեկտի մեջ ինձ տան օրինակ դրամատիկ կերպար ես չկարողանամ դա մարմնավորեմ բայց խոսք եմ տալիս եթե տենց բան լինի ես ամեն ինչ կանեմ որովհետեւ շատ աշխատասեր ու ինքս ին վրա այսպես ասած ոնց ասեմ ջանք չեք խնայում
Աշխատում եք։ Շատ եմ ինքս ինձ անուն դնում եմ, ասենց Շատ լավ, իսկ եթե անկար այդ բառն եմ իսկ եթե մանգալիս։ ամուսնանալուց հետո ամուսինասի ճիշտ է կարող անուններ վերջ։ Չի ասի։ Խոսել եք այդ մասին։ Այդ մասին այնպես ենք խոսել, որ մինչև մենք ընկերություն անելը եղել ենք 1 տարի մոտ ընկերներ, անգամ չենք էլ պատկերացրել, որ մենք կարող է իրար սիրենք, հետագայում կապվածություն, ընկերություն, անգամ հասնենք հարսանիքի, ու այդ ընկերական փուլում ես իրեն միշտ ասել եմ, «Արդ, պատկերացնում ես, ես այսքան տարի նկարանվում եմ, այսքան ջանք եմ գործադրում, ու ինչ որ մի X օր, ինչ որ մեկը գա ու ասի, ես քեզ պետքա տանեմ կահույքի մեջ պահեմ, զեն սիրում խրուստալի վազի պես»։ Ասում եմ, «Ափսոս չի, ես ախր շատ ակտիվ եմ, ես սիրում եմ այդ ամեն ինչ, ինձ անգամ գումար չի հետաքրքրում, ես սիրում եմ միշտ կադրից են կողմ տեսնեմ ինչ ա կատարվում»։ Ու երբ որ արդեն ընկերություն էինք անում, մի անգամ ինքը ինձ ասեց, «Քո համար կարիերան ավելի կարևոր, թե ես»։ Ու ես իրեն ապացուցելու համար, որ ամեն պահի պատրաստ եմ, եթե ինքը դա իրոք ուզում է, ոչ թե դա կապրիզ է, պատրաստ եմ ամեն ինչից հետ կանգնել, ու մոտ 1 շաբաթով իմ ինստագրամյան հարթակը, չնայած որ լավ ակտիվ է այդ շրջանում, ուղղակի փակեցի, որ իրեն ապացուցեմ, որ դու իմ համար իրոք կարևոր ես։ Ու այդ քայլը ինքը գնահատեց, ասեց, «Չէ, ես քո կողքին եմ, ամեն ինչով կաջակցեմ»։ Հենց այդ փուլից հետո էլ ինքը սկսեց իմ հետ նկարանվել, որովհետև ամեն նկարահանումը իր այդ կոնկրետ տանջանքը, արդ չէ, սենց արա, արդ չեն սենց արա, ու դա մոտ մի ժամ տևում է։ Դրանից հետո արդեն ինքն էլ փորձեց ինձ աջակցել, տեսավ համել, եթե անկեղծ ասեմ, իմ դիտորդները, երբ որ հավանում են Արթուրի հետ վիդեոներ, ինքը դրանից ոգևորվում է, ինքն էլ արդեն ուզում նկարվի։ Ասում է, ես եմ մեր մեջի աստղը։ Շատ լավ, եւ նկարահանման հրապարակումը արդեն ինչպես ընթացավ գործընթացը, որովհետեւ ինչպես նշեցիք մասնագիտությամբ դերասան չեք, նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դեր, երբ որ կերպարի հետ ծանոթացաք, դժվար չէր սկզբում։ Սկզբում դժվար չէր, որովհետև Անահիտ Մխիթարյանը ասեց, որ ես ուզում եմ, որ դու ոնց կաս, այդպեսին լինես, այսինքն չխաղաս, խաղաս, ոնց որ գեր խաղել չստացվի, այսինքն լինես այնպեսին ոնց կաս, բայց ավելացնես կերպարին այնպեսի դետալներ, որը Աննային չի համապատասխանում։ Դե բնականաբար սցենարով Լիլիթին ես այդքան էլ բնավորությամբ չեմ համապատասխանում, կարող է պոզիտիվությամբ, չգիտեմ, այնտեղ դետալներ տարբեր ականջողեր էի կախում, անգամ միշտ մեկնաբանություններում ասում են Լիլիթը այս ինչ ականջողներ է կախում։ Ինչ որ սենց փոքրիկ բաներ էի ավելացնում, համեմունքներ էի տալիս Լիլիթի կերպարին, որպեսզի Աննայից առանձնացնեի, բայց պոզիտիվության էներգետիկայի առումով ինձ ավելի հեշտ էր ու այսպես ասեմ առաջին նկարահանման օրը ես շատ լարված էի, որովհետև շատ տեսարաններ կար ու ես երկու բան միաժամանակ չեմ կարողանում անեմ, խնդիր ունեմ այդպիսի, ես ահավոր լարված էի ու այդ լարվածության պատճառով ես ահավոր պունկտուալ էի ուզում էի նենց անեի, որ բոլորին գոհացնեի, էլի, համ ձայնային ինչ են Հնչյունային ռեժիսոր։ Չէ։ Հնչյունային ռեժիսորին, համ օպերատորին, համ իհարկե ռեժիսորին առաջի անգամ ենք իր հետ աշխատում, պետք է այնպես անեմ, որ աուրան լավ լինի նկարահանման հրապարակում ու առաջի 2 տեսարանից հետո Գոհար Արշակյանը լավ էր, սպասվածից էլ լավ էր, դե հնարավոր է, որ նոր եմ ինքն էլ ոգևորելու համար է դա ասում, բայց միանշանակ այդ ոգևորվածությունս հետո մյուս կադրերի մեջ էլ երևաց, այսինքն եթե ես իմ ամենավերջի պիկը ցույց եմ տալիս ու ինձ գովում են, ես դրանից ոգևորվում, ավելի լավ եմ ուզում անեմ։ Մեկ-մեկ լինում էր, որ անգամ ուրիշին էին նկատողություն անում, ես չէի հասկանում, որ իմ հետ չի, դրանից լարվում էի, ավելի շատ էի ուզում լավ անել, իմ վրա է ամեն ինչը վերցնում։ Մի խոսքով ընդհանուր նկարահանման հրապարակ գնալիս անգամ կապ չունի ինչքան հոգնած եմ, այդ ընթացքը ես վայելել եմ, սիրել եմ ու փոքրուց սիրել եմ, այսօր ինձ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը իրոք իմ հետ կատարվում է։ Չգիտեմ, ստվում այն պատմելուց էլ այդ ամեն ինչը զգացվում։ Շատ լավ, իսկ ինչպես ես պատկերացնում օրինակ քեզ մոտավորապես մի 10 տարի հետո։ Իմ նպատակները իրականում այլ են, ես մասնագիտությամբ նկարչուհի եմ, միշտ բոլորին ասում եմ, որ ես կտավներ եմ նկարում, բայց չեմ ուզում հրապարակեմ ինստագրամյան հարթակներում, որովհետև այն նկարները, որ ես նկարել եմ, պետք է գնա արտերկիր ու այդ ցուցասրահներում պետք է առաջին անգամ ցուցադրվի։ Այդ իսկ պատճառով ես նկարներ կան, որը մոտ 3 տարի առաջ ցուցադրել եմ ցուցասրահում, այդ նկարներից կա առանձին էջ, որտեղ մի քանիսը հրապարակել եմ, բայց դրանից հետո ինչը որ հիմա ես նկարում եմ, իրավունք էլ չունեմ հրապարակելու, չեմ ուզում դառնա գլուխ եմ գովում, բայց եթե այդ ամեն ինչ որ գծել եմ գնա, միանշանակ շատ եմ սիրում այս ոլորտը,
կմնամ այս ոլորտում ինձ թվում է, բայց հիմնական նպատակս դա է, որ ես լինեմ հայտնի նկարչուհի ու ունենամ իմ ցուցասրահները, ունենամ իմ ցուցահանդեսը ու ամռանը ուզում եի բացել իմ նկարչական դպրոցը, հուսով եմ հարսանիքից հետո ամեն ինչ իմ ուզածով կլինի ու կստացվի դա իրականացնել։ Թվում է դասական հարց է, բայց ինձ հետաքրքիր է ոնց է կես ամեն ինչը համատեղում ու հասցնում, որովհետև բլոգինգը միայն ինքը իրենով արդեն 24/7 աշխատանք է։ Սերիալում նկարվելը առանձին էլի 24/7 աշխատանք է։ Նկարչություն պլյուս ամուսնանալ, հարսանիքի նախապատրաստություններ, էս ինչ կյանք է։ Անկեղծ ինքս էլ չգիտեմ, դրա համար էլ բարի փորձերի չեմ կարողանում գնալ։ Հարսանիքին իմպրովիզ եք բարելու։ Ինձ թվում է վերջում հա մնալու ենք այդպես ու Արթուրի ընտրած երգն էլ վերջում լինելու է, որ այդ մի անգամ լսեմ։ Իրականում չեմ կարող ասել ոնց եմ տեղավորվում, բայց փորձում եմ ամեն ժամս պրոդուկտիվ ծախսել։ Անգամ ընկերուհիներս նեղանում են, որ իրենց հետ ուղակի կրուասանով կոֆե չեմ անում, որովհետև ժամանակ չեմ կարողանում տրամադրել իրենց, բայց շատ եմ սիրում իրենց, որ կապ չունի ժամանակ տրամադրում եմ թե չէ, իրենք մնում են իմ կողքին ու ամեն պահի երբ դիմեմ հասնում են։ Նկարելը ես ժամանակ եմ տեսնում, երբ որ օրինակ X շաբաթ ես գիտեմ, որ այդ շաբաթը ազատ եմ, ամբողջ շաբաթը կարող է կորեմ, ավիարեժիմ դնեմ հեռախոսս ու ես զբաղվեմ նկարելով։ Եթե գիտեմ այս շրջանը իմ մոտ նկարահանումներ են, կոնկրետ սերիալին, արանքները եթե օրեր կան, որ ես գիտեմ ազատ եմ, այդ շրջանում անում եմ բլոգինգը, կարող եմ մի օրվա մեջ մի քանի հատ նկարեմ վիդեոներ տարբեր հագուստներով, որ ուղղակի մնա փոստելը։ Ու մոնտաժները հիմնականում գիշերվա 1000-ին եմ անում, ամեն մի մոնտաժը մոտ մի ժամ տևում է, տենց փորձում եմ էլի, չգիտեմ, բայց որպես բլոգեր ինձանից գոհ չեմ, որովհետև այն պատկերացումները ու այն մտքերը, որը ես կարող եմ խորհուրդ տամ ձեզ, ես դա իմ վրա չեմ օգտագործում, ես կարողանում եմ լավ տեսնել, գնահատել լավ, օրինակ իմ բլոգեր ընկերներին, որ տեսնում եմ, գնահատում եմ իրոք իրենց աշխատանքը, բայց ես նույնը չեմ կարողանում անել, որովհետև ժամանակի մեջ չեմ տեղավորվում, երբեմն անգամ այդ հարցում իմ ինքնագնահատականը ինքս գցում եմ ու չեմ նեղվում, որովհետև գիտեմ, որ ես որպես բլոգեր այն ջանքը չեմ գործադրում, ինչը որ օրինակ իմ մյուս ընկերներն են անում։ Կերպարվեստում որ ոչն եք նախընտրում, որ ոչի մեջ եք ստեղծագործում։ Իմ մոտ ճիշտն ասած գեղանկարչություն չի, ես ինտերիեր պրոդուկտ դիզայն եմ ավարտել, այնտեղ մենք абստրակտ ենք հիմնականում նկարել, բայց իմ абստրակտը այն слишком շատ абստրակտեր չի էլի, որ դինայս ասես էս ինչ է։ Հասկանալի абստրակտ է ու միշտ հիմնականում նկարում եմ այն ինչ որ մեր շրջակա միջավայրում տեղի է ունենում, օրինակ անձնական կյանքեր, աղջիկներ կան օրինակ կարող է իրանց ընտանեկան ինչ որ խնդրից գան ինչ որ բան պատմեն, ես միշտ ոնց որ վերապրեմ դա, որ լսում եմ ինձ թվում է որ ես իր տեղը լինեի, ոնց է դրա տակից դուրս գալու ու հետո դա որ իմ մոտ նստված կա թողնում, ես նկարելու միջոցով դա իմ ներսից հանում եմ։ Արվեստում արտահայտվում։ Հա, էլի, եղել են դեպքեր, որ աղջիկ ա եղել, օրինակ մի կտավը սենց փորձեմ պատմել, աղջիկա ամբողջությամբ փշալարերով պատված է, ինքը լույսի տեսք ունի, բայց այդ լույսի պահը ոնց որ փշալարերով ծածկված է ու իր ներքևի հատվածում քառակուսի գլուխներով մարդկանց սենց ոնց որ շարք է գնում։ Այդ աղջիկա պատմությունը այսպես ա եղել ժամանակներ առաջ, աղջիկա հայրիկն ու մայրիկը ոնց որ մյուս տղայի հայրիկի մայրիկի ոնց որ պլանավորած ձևով ամուսնանում են, աղջիկը երջանիկ չի լինում, կապված է լինում, իր սեփական կարծիքը չի արտահայտում, դրա պատճառով հետագայում մոտ մի 3 ամիս հետո բաժանություն է լինում, հետո բուլինգի է ենթարկվում ամբողջ իրենց գյուղի մեջ, որ վերջ ինքը բաժանված է, պիտակավորված է եւ այլն, մոտ մի քանի տարի ինքը տենց ստրեսների մեջ ապրում է, իրան չի գտնում ու այդ աղջիկը, որ իր կյանքը պատմեց ինձ, ես ասացի, եթե ես լինեի, դա շատ ծանր կտանեի ու այդ կտավը մտքիս եկավ, որ ներքևում քառակուսի մտածելակերպով գլուխներով մարդիկ են քայլում, ովքեր քարկոծում են ու ինքն էլ ինչքան էլ լուսավոր աղջիկ լինի, կապ չունի, չէ՞ որ մատխաշ երեխա էր էլի փշալարերով կապված է, որովհետև իր սեփական կարծիքը չի կարում բացի, ասի, արտահայտվի, միշտ տենց պիտակավորված խեղճը մնալու է։ Հուսով եմ այդ աղջիկը դզվել է։ Վաղուց չեմ շփվել հետ։ Կյանքը դասավորվել է։ Ունեք նախընտրելի նկարիչ, ում շատ եք սիրում կամ նկարչուհի։
Չեմ կարող կոնկրետ ինչ-որ մեկին ասել, որովհետև ես ամեն մի նկարիչի մեջ ինչ-որ մի բան եմ սիրում, օրինակ Դալիի մեջ սիրում եմ, որ օրինակ հալված ինչ-որ բաներ ա պատկերացրել ու շատ ճիշտ լույսեր ա տեսնում, հիմնականում նայում ես պայծառ նկարը, բայց նույն խիստ հակառակ ձևով սիրում եմ Այվազովսկու ծովերը, որովհետև ծովի գույնը իմ ամենասիրելի գույնն է, այս գույնը, ես հենց դա տեսնում եմ, իմ հետ չգիտեմ ինչեր ա կատարվում, ես հենց մտովի գնում եմ բաունցի գովազդի մեջ, սենց ինչ-որ բաներ այդպես կատարվում, դրա համար կոնկրետ ինչ-որ նկարիչ չեմ կարող նշել, որովհետև ամեն մեկից ինչ-որ մի դետալ եմ էլի սիրում, սենց ասեմ։ Եվ վերադառնալով սերիալին Լիլիթի կերպարը սիրել եք։ Հա, շատ եմ սիրել, բայց ես կյանքում գիտեմ, որ ես այդպիսի ընկերուհի չեմ, ոնց ինքը Սոնայի համար էր։ Տեսեք, ես ներկայացրեցի, որ ես անգամ ժամանակ չեմ կարողանում տրամադրել իմ ընկերուհիներին ուղակի ռելաքս սուրճ ըմպելու համար, իսկ Լիլիթը շատ հասնող ընկերուհի էր, էլի ամեն ինչ իր անձնական կյանքը դրել էր մի կողմ, ամեն բան փորձում էր անել իր Սոնայի համար։ Ես գիտեմ, որ կյանքում ես այդպիսի ընկերուհի չեմ, ընկերուհիներ կներեք, я знаю, что я такая։ Գնանք ամենից ամենախաղանք Հարսնաձորի լեգենդի կերպարների հետ, այսինքն դերասաններին առանձնացնենք, որովհետև կերպարների համար հեռուստադիտողները իրենց համար ունեն նախընտրելի բարի, չար, սիրելի, չսիրելի։ Դերասաններից ով է ամենաբարին։ Իրական կյանքում թե կերպարում։ Կյանքում Անրին։ Ով է ամենաբողոքողը։ Ամենաբողոքողը։ Ես երևի։ Չեմ տեսել ոչ մեկին բողոքելուց է, ախր։ Ամենաուշացողը։ Ես հաշվի առնելով, որ Անրիի հետ եմ շատ նկարահանվել, նունիկը միշտ իր վրա էր ջղայնանում, ուրեմն Անրին։ Ամենապարտաճանա, չէ։ Այդ հարցում ես ինքս ինձ կգովեմ։ Սենց ասեմ, իմ տեսարանները հիմնականում եղել են Անրիի հետ, մենք նկարահանման հրապարակում հիմնականում իրար հետ ենք։ Ուշացողը Հարութ Արշակյան։ Հիշեցի, իրան էլ հիշեցի, կներես Հարութ։ Բայց քանի որ իր հետ եմ եղել, իր հետ ենք աշխատել, այդ բաները իր հետ եմ տեսել։ Ամենաշատը ով էր դուբլանում։ Մանթաշը։ Ով էր ներվայնացնում նկարահանման հրապարակում։ Հարութ Արշակյան, որովհետև ուշանում էր։ Ով էր միշտ սոված նկարահանման հրապարակում։ Պետք է հիշեմ։ Բոլորը կուշտ էին գալիս աշխատանքի, հասցնում էին սնվել։ Հա, իրականում ինձ թվում է նկարահանող խումբը, որովհետև շուտ-շուտ գնում էին սուրճ էին ըմպում ինչ-որ քաղցրավենիքով, տենց իրենց խափում էին, էլի, այսպես։ Ով էր միշտ շտապում, ասում էր արագացեք, ես վռազ եմ, պետք է։ Հարութ Արշակյան, որովհետև պետք է գնար երգելու։ Ով էր ամենաընկերասերը։ Պաշը Պավելը ու Գարիկը։ Ինքը չնայած նրան, որ շատ բացական կերպար է խաղում, իրական կյանքում շատ ժպտերես ու բարի տղա է, անկեղծ շատ ընկերասեր, լավ տղա է։ Ամենավոճայինը։ Թամիկը։ Ամենագեղեցիկը։ Ռոմելան։ Իսկ տղաներից ինձ թվում է ասեք, տղաներից ասեմ, թե չասեմ։ Ասեք։ Քեզ տղա չունենք։ Եվ սերիալում ամենասիրելի կերպարը ձեզ համար։ Իմը Լալայի կերպարը, Նոնան, ինքը իմ համար համ շատ սիրուն աղջիկ է, համ շատ լավ դերասանուհի է, շատ լավ էր իր կերպարը մարմնավորում, բառ հիշեցի։ Շատ լավ, եւ քանի որ դուք պատրաստում եք հարսանիքին, հա, որովհետեւ այս ընթացքում շատ լարված օրեր են, ես ուզում եմ որ փոքր որոշակի պահեր ֆիքսեք ձեր կյանքում մինչև հարսանիքը, որովհետեւ արդեն կյանքը բաժանվելու է երկու մասի՝ մինչև ամուսնություն եւ ամուսնությունից հետո նոր ընտանիք ստեղծելը։ Այդ պահերը ֆիքսեք զանգուի հետ, որը ներկայացնում է Վեդի ալկոն, այդ կարմիր գինին ձեզ համար է, այո, ձեզ համար է դա։ Վայելեք այդ գինին եւ իհարկե հանգիստ զբաղվեք այդ նախապատրաստական աշխատանքներով։ Եվ բնականաբար նաեւ այդ լարվածությունը թոթափելու համար ձեզ պետք է նաեւ մի փոքր լիցքաթափվել։ Zen Spa կենտրոնը ձեզ նվիրում է նվերքարտ, որը այնտեղ արդեն ձեզ կառաջարկվի մի շատ հետաքրքիր ծառայություն, որը ամբողջությամբ կթեթևացնի ձեր լարված տրամադրությունը։ Եվ լարված նյարդերը։ Այո, շնորհակալություն, ինձ թվում է սա մինչև հարսանիքը ես պետք է օգտագործեմ։ Սա ամպեմ գնամ սպա։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ ձեզ, մերսի շատ դրական էմոցիաների համար։ Եվ օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն, հիմա Կարճ դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։
Հաճախ լսում ենք այն կարևոր գիծը, որ պետք է միշտ հետևել առողջությանը։ Հետևել առողջությանը բնականաբար, եթե անպայման զգում եք որևիցե մի ազդակ, ձեզ այդ մասին հաղորդում է եւ փորձեք այդ ամենը նաեւ իրականացնել բժշկի խորհրդատվությամբ, որտեղ ինքնաբուժությունը հաճախ հանգեցնում է աղետների, որպեսզի չլինել հենց այդ, չհայտնվել հենց այդ տարբերակում, պետք է պարտադիր, պարբերաբար, նույնիսկ պրոֆիլակտիկ հետևել բժշկների խորհուրդներին։ Այո, մեր բժշկական էջի գործընկերն է Վիտամեդ բժշկական կենտրոնը, ձեր առողջության հուսալի գործընկերը։ Վիտամեդ բժշկական կենտրոնը առաջարկում է լաբորատոր, սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ բարձրակարգ սարքավորումներով եւ ոչ միայն։ Մանրամասների համար կարող եք այցելել vitamed.am։ Vitamed ճշգրիտ ախտորոշում եւ բուժում հասանելի բոլորին։ Բարև ձեզ, ես Գայանե Մնացականյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների մանկական գինեկոլոգ եւ մանկաբարձ գինեկոլոգ։ Այսօր ուզում եմ խոսել 0-ից 18 տարեկան աղջիկ երեխաների մոտ հանդիպող ամենահաճախ մանկական գինեկոլոգիական խնդիրների մասին։ Ուզում եմ պայմանական բաժանել ըստ տարիքային խմբերի ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրները։ Օրինակ, մինչև 2 տարեկանը դա վաղ մանկական հասակն է, երբ ամենահաճախ հանդիպող խնդիրները դրանք փոքր սեռական շղթերի սինեխիաներն են, արտաքին սեռական օրգանների բորբոքումներն են, վուլվիտները կամ հեշտոցաբորբերն են։ 3-ից 8 տարեկան հասակում ամենահաճախ հանդիպող խնդիրները դրանք վուլվովագինիտներն են։ 3-ից 12 տարեկան հասակում ամենահաճախ հանդիպող խնդիրները դրանք վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացման նշանների հայտ գալն է, ինչպես նաև արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի բորբոքումները, վուլվովագինիտները։ 13-ից 18 տարեկան հասակում ամենահաճախ մանկական գինեկոլոգին դիմելու պատճառները դրանք դաշտանային ցիկլի տարաբնույթ խանգարումներն են։ Ցանկացած տարիքում, ցանկացած գանգատի դեպքում մանկական գինեկոլոգին դիմելը պարտադիր է։ Մի քանի պարզ հետազոտությունների միջոցով եւ զննման միջոցով բժիշկը պարզում է, արդյոք ձեր խնդիրը լուրջ է եւ պահանջում է հետագա բժշկական միջամտություն, թե միայն դինամիկ հսկողություն սահմանելը բավարար է։ Երբեք մի տարակուսեք ձեր աղջիկ երեխային մանկական գինեկոլոգի մոտ կոնսուլտացիայի ուղեկցելուց, որովհետև այդ այցերը շատ հաճախ ճանաչողական բնույթ են կրում, թե ծնողի, թե աղջկա համար։ Եվ հիշեք, մանկական գինեկոլոգը ձեր եւ ձեր աղջկա ընկերն է, ով միշտ պատրաստ է բարձաբանել եւ մեկնաբանել ձեր ցանկացած գանգատը, տալ ձեզ խորհուրդներ եւ ուշադիր լսել ձեզ հուզող հարցերը։ Ամեն անգամ տաղավարում մեր օպերատորը մեզանից հարցնում է իրավունքների մասին որևիցե մի կետ, որպեսզի կարողանանք ճշգրիտ պատասխանել մեր օպերատորի հարցերին, պետք է պարտադիր նաև մենք ինքներս լավ տեղյակ լինենք մեր իրավունքներից եւ օրենքներից։ Այո, եւ քանի որ օրենքները եւ իրավունքները իմանալը շատ բարդ է երբեմն տրվում, որովհետեւ խճճված են ձևակերպումները, մենք գտել ենք հեշտ տարբերակ, առանձնացրել ենք հատուկ էջ, որպեսզի այս հարցում ձեզ օգնեն պրոֆեսիոնալները։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօր ուզում եմ խոսենք ժառանգության մասին եւ հատկապես ամենատարածված խնդիրների։ Դրանցից առաջինը ժառանգությունն ընդունելու ժամկետն է։ Ժառանգությունն ընդունելու համար պետք է ժառանգատուի վերջին բնակության վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու դիմում ներկայացնել ժառանգատուի մահվանից հետո 6 ամսյա ժամկետում։ Այդ 6 ամիսը լրանալուց հետո նոտարը տրամադրելու է ժառանգական իրավունքի վկայագիր։ Սա շատերին շփոթմունքի տեղիք է տալիս, կարծում են, թե պետք է սպասեն 6 ամիսը անցնի, հետո դիմեն նոտարին, բայց սա այսպես չէ։ Ի սկզբանե ժառանգություն ընդունելու համար դիմումը ներկայացվում է 6 ամսյա ժամկետում։ Պարզապես իրավունքի վկայագիրն է տրամադրվում դրանից հետո։ Իսկ ինչ անել, եթե այս ժամկետը բաց եք թողել։ Կա 2 հնարավոր ճանապարհ։ Առաջինը, եթե այդ ժամկետի բաց թողումը շատ չէ, այսինքն շատ տարիներ չեն անցել եւ հարգելի պատճառներ կան այդ ժամկետը բաց թողնելու, կարելի է այդ հիմքով վերականգնել այդ ժամկետը եւ դիմումը
արդեն տալ ժամկետից հետո։ Բայց երկրորդ տարբերակը, եթե հատկապես շատ տարիներ են անցել, հնարավոր է ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչվել, եթե դուք փաստացի տիրապետել եք այդ գույքը։ Այսինքն, օրինակ, եթե խոսքը գնում է բնակարանի մասին, այդ ընթացքում բնակվել եք այդ բնակարանում, կոմունալ վճարումներն եք կատարել եւ այլն, այս դեպքերում հնարավոր է փաստացի տիրապետման ուժով ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչել, հաղթահարելով ժամկետի բաց թողումը։ Ամեն դեպքում ժամկետում դիմում ներկայացնելը կարևոր է, որովհետև ժամկետի ավարտից հետո ոչ միշտ է հնարավոր ժառանգությունն ընդունել եւ հնարավորության դեպքում էլ բնականաբար շատ ավելի բարդ են process-ները, քան եթե դուք դիմումը ներկայացնեք սահմանված ժամկետում։ Նաեւ կուզեմ խոսել ժառանգություն ըստ կտակի եւ ժառանգություն ըստ օրենքի սրանց տարբերության մասին, որովհետև սա էլ շատերը շփոթում են։ Ըստ կտակի ժառանգությունը այն դեպքում է, երբ ժառանգատուն իր մահվանից առաջ կազմել է կտակ, ընդ որում նոտարական կարգով, օրենքով սահմանված կարգով կազմված է կտակ եւ այնտեղ որոշված է, թե իր գույքը իր մահվանից հետո ում է անցնելու եւ ինչ բաժիններով, ընդ որում նշեմ, որ ժառանգատուն կարող է նաեւ որոշել, որ իր օրինակ ամբողջ գույքը անցնում է լրիվ անծանոթ մարդու, այս առումով միակ սահմանափակումը, որ կա, պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձինք են, պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան լրացած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները։ Այսինքն այս մարդիկ անկախ կտակի բովանդակությունից իրավունք ունեն ստանալու այն բաժնի առնվազն կեսը, որը կստանային ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե կտակ չլիներ։ Ըստ օրենքի ժառանգությունը արդեն այն դեպքում է, երբ կտակ չկա, ժառանգատուն չի որոշել իր գույքի ճակատագիրը իր մահվանից հետո եւ արդեն ժառանգությունը անցնում է ժառանգներին այնպես, ինչպես սահմանված է օրենքով ըստ հերթերի։ Օրենքը սահմանում է 4 հերթի ժառանգներ, առաջին հերթում ժառանգատուի ամուսինը, երեխաները եւ ծնողներն են, երկրորդ հերթում արդեն համահայր կամ հարազատ քույրերը եւ եղբայրները, երրորդ հերթի ժառանգները ժառանգատուի մայրական, այնպես էլ հայրական տատը եւ պապն են եւ արդեն 4-րդ հերթի ժառանգներն են մորեղբայր, հորեղբայր, մորաքույր եւ հորաքույրերը։ Ժառանգության ընդունման, ինչպես նաեւ ժառանգության հետ կապված վեճերով կարող եք դիմել մեր ընկերությանը։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Այո, հետևել առողջությանը, տեղյակ լինելի օրենքներից ու իրավունքներից, մշտապես իհարկե զբոսնել ու շրջել աշխարհով մեկ, հատկապես Հայաստան աշխարհով մեկ շատ կարևոր է, բայց մեկ մեր օրգանիզմը պահանջում է, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, նրան խնամենք, նրան հետևենք եւ այս ամենը կազմակերպենք հենց պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ, հենց այն վայրում, որը ներշնչում է հենց այդ կոնկրետ խնամքը մեր մարմնի հանդեպ։ Այո, եւ 1 ժամ մոռանալ իրականության մասին, բոլոր հոգսերի մասին, աղմուկի մասին, որը մեր շուրջ կա, եւ մեր մարմնին, մտքին տանք հանգստություն եւ հետաքրքիր վերականգնման տարբերակ ընտրենք սպայի միջոցով։ Հիմա ոգեշնչումը կլինի մեր էջի շնորհիվ։ Մարմնի պիլինգը դա համամում ոչ միայն մաշկի խնամքի միջոց է, այլ ամբողջական ռիտուալ։ Այն շատ սիրված ծառայություն է սպա կենտրոններում, որովհետև հաճախորդ է զգում է եւ ֆիզիկական եւ հոգեբանական թեթևություն։ Սքրաբը մաշկի խնամքներից հիմնական միջոցներից մեկն է։ Այն պետք է լինի յուրաքանչյուր մարդու խնամքի մեջ, ով ցանկանում է ունենալ խնամված եւ երիտասարդ մաշկ։ Սքրաբի հիմնական նպատակն է հեռացնել մաշկի մեռած բջիջները։ Մարմնի եւ դեմքի սքրաբները լինում են հիմնականում ջրային եւ յուղային հիմքով։ Համամում տաք գոլորշի նախապես փափկեցնում է մաշկը, բացում ծակոտունները, ինչն էլ ավելի հեշտացնում է մեր մեռած մաշկի հեռացումը։ Այդ է պատճառը, որ համամային փիլինգից հետո մաշկը դառնում է ել ավելի մետաքսյա, հարթ եւ փայլուն։ Մահացած բջիջների հեռացումից հետո մաշկը սկսում է շնչել եւ ակտիվորեն ձևավորում է նոր բջիջներ։ Այն ունի լիմֆոդրենաժային հին ազդեցություն,
որն օգնում է հեռացնել ավելորդ հեղուկը եւ նվազեցնել արտուցվածությունը։ Տնային պայմաններում սկրաբավորումը խորհուրդ է տրվում իրականացնել շաբաթը 1-ից 2 անգամ, իսկ համամային ավելի խորը տարբերակը ցանկալի է ոչ այդքան հաճախակի, այսինքն մոտավորապես 10-ից 15 օրվա ընդմիջումով։ Մեր սպայում առաջարկվում է սկրաբների լայն տեսականի, ինչպես օրգանական, բնական միջոցներից պատրաստված նյութերով, այնպես էլ գործարանային պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներով։ Յուրաքանչյուր սկրաբ ընտրվում է մաշկին համապատասխան, որպեսզի պրոցեդուրան լինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև լինի հաճելի եւ անվտանգ։ Եվ վերջում ցանկանում եմ նշել, երբ մաշկը ազատվում է հնից, մարմինը սկսում է փայլել եւ լցվում է նոր էներգիայով։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շարունակվում է առաջին ծրագիր Weekend-ը եւ ունենք շատ տաղանդավոր հյուր։ Այո, Մարտով ոչ միայն տաղանդավոր արտիստ է, այլ նաև շատ լավ ընկեր, շատ հազվագյուտ են այդպեսի բաներ պատահում, բայց ասեն, որ լինում են։ Եվ մեր իրականության մեջ Գևորգ Սիրեկանյանն է այդ մարդկանցից մեկը, բարի լույս Գևորգ։ Բարի լույս, շատ լավ, քանի որ նշեցիք լավ ընկերը, փոխադարձա դա։ Շնորհակալ Ես էլ ուրախ եմ, որ իմ լավ ընկերներին հյուր եմ եկել։ Գևորգ, մինչ զրույցը սկսելը մենք մի քանի օր առաջ Արամը երբ մեզ հյուրեր, բացահայտել ենք, որ դու աշտ ես եմ բացահայտել, գուցե Սուրանը վաղուց էր բացահայտել, չգիտեմ, որ Գևորգը շատ հումորով անձնավորություն է, գիտեի։ Շատ վաղուց, իհարկե։ Այդ ինչ նորություն է։ Իմ համար իսկապես նորություն է, որովհետև ես չէի լսել, որ դու հումոր ունես։ Բայց յուրահատուկ հումոր ունի Գևորգ, այսինքն ամեն մեկը չի որ կարող է հասկանալ, որ դա հումոր է։ Քանի որ մեր շփումը մենակ հիմնականում եթերում ալնում, շրջանակներում ալնում, տենց ճիշտ ասում իմ հումորներ անեմ։ Բայց այդ ինչ հումորներ են եղել Arm Games-ում, որ մոնտաժվել են։ Դե տենց ցենզուրայից դուրս բնականաբար չեն եղել, ուղղակի ես Արամն է որոշել, որ հեռացնի։ Ավելի խաղի ինտրիգին, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն այդ պահով։ Իսկ դուր եկավ ընդհանուր խաղը քեզ, այսինքն այդ մրցակցություն տարբերակը։ Որտեվ շոու բիզնեսում կա այդ մրցակցությունը, բայց ոչ շոշափելի։ Arm Games-ում ամեն ինչ շոշափելի է։ Մենք հումորով ասում ենք, որ այս խաղից հետո բոլորիս հոկեբան պետք է գալու, որտեղ շատ ստրեսային խաղ էր, բայց իրականում շատ հետաքրքիր էր։ Դե մրցակցություն կար նաև առողջ մրցակցություն, կար նաև անառողջ մրցակցություն, առաջի օրը բոլորը իրար հետ ընկերական շատ ջերմ, երկրորդ օրվանից արդեն որ օթում ներվ կար, որովհետև իրականում հստակ կանոններ չկար խաղին։ Ու մեկ էլ, ասենք, օրինակ ստանում ես ինչ-որ մի հատ քարտ ես քաշում, ձայնի իրավունքի զրկում, գիտես թե քվեարկության ժամանակ դա քեզ է վերաբերում, բայց պարզվում է, որ դու կարաս դրանով ուրիշին լրացնես, որ չկարողանա գնալ քվեարկության։ Կա մեկը ունենում է +1 ձայն, ասենք այդ մի քարտով որ դու իրան լրացնում ես, +1-ը օքեալում, բայց այդ մի հատը կարող է գնա քվեարկի։ Արամն իր օրինաց խաղը։ Բայց իրականում շատ հետաքրքիր էր, ձեռք բերեցինք լավ ընկերներ, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք, այդպես։ Իսկ եւ կադրում չեք, այսինքն չէր նկարահանվում ու այդ ներվը բնականաբար դեռ կար, չէ՞, որովհետեւ շարունակվում էր հետո արդեն կադրից դուրս կռիվները եւ այլն։ Դուք այդտեղ հումորն եք շարունակում ապահովել, թե բաժանում եք, հանգստացնում եք։ Չեմ ասում տվայ հարցեցել են որ բան անենք։ Չէ, ավելի ես օրինակ շատ ավելի թեթև էի նայում ու նաեւ կարամ ասեմ Աղասի ու Գևորգի մասին էլ որ շատ ավելի թեթև էի նայում եւ նաեւ Եվայի մասին։
Գևորգ, վերջերս ես վերադարձել Միացյալ Նահանգներից։ Ինչ նորություններ ես բերել, բացի ծամոնից եւ կոնֆետից։ Ուրեմն տեսա այնտեղ առանց վարորդի տաքսիներ։ Նորություններ։ Հա, գիտեք որ մի Հայաստան էլ Ամերիկայում կա։ Դու Հայաստանի, եթե ասում եմ, միշտ այդ օրինակը բերում եմ, երբ որ օրինակ Գլենդելում ինչ որ բացօթյա սրճարանում նստես ու աչքերդ փակես, որ դու Հայաստանում ես, որովհետև մեքենան ասում է հայկական երաժշտությունով, մարդիկ անցնողները ասում են հայերեն են խոսում, սրճարանում նստած ժողովուրդը հայերեն է խոսում, աշխատողները հայերեն։ Ապրես, ինձ դա ուզում ասեմ, բանը որ աշխատողներն են հայ բոլոր տեղերում։ Կարա այնտեղ մարդիկ կան տարիներով ապրում են, բայց անգլերեն չեն էլ խոսում, այդտեղ պետք էլ չի, հա, չկա պետք էլ չի։ Այդպես Իսկ երկար թռիչքների jet lag-ը ո՞նց է հաղթարում։ Ոնց հասկացանք դուք մինչև եթերը Ռուսաստանից ետ վերադարձի փորձ եք ունեցել եւ քնել եք։ Այս անգամ ասեմ որ տրանզիտս 8 ժամ էր, գնում էի Վարշավայով, համ գնալուց էր 8 ժամ, համ հետ գալուց էր 8 ժամ։ Դե դուրս եկա քաղաքով պատտվեցի, ասեմ որ արդեն Վարշավայում քաղաքում պատտվել է եւ սովորությունը անգիր գիտեմ, այրապորտից նստում ես գնացքը, հասնում ես քաղաք, պատտվում ես, հետո շմնին ճանապարհով անցած տարի որ գնացել էի, անցած անգամ այնքան հոգնած էի, որ այդ գնացքի մեջ քնել էի ու զարթնեցի լավ այրապորտի կայարանում էի, այտենց դուրս եկա, բայց դե այս վերջում այդ էլ ասեմ, քույրս այնտեղ ապրում, ինձ մի հատ դեղ տվեց, խմեցի, ես թե ոնց եմ հասել Վարշավա, այտենց էլ չեմ իմացել, ասում այդ դեղը միշտ ես վախեցել եմ, ինչ որ դեղ բան խմեմ, այդ դեղով ես կարող եմ ամեն շաբաթ թռնեմ հետ կամ էլի։ Քնած ես եղել ամբողջ։ Հա, շատ Բայց նորություն ունես, Գևորգ, որովհետև նոր գործ կա, որը հանրության դատին ես ներկայացնում։ Այո, դատին։ Դատին, Դատաստանին։ Դե արի ու եկել ես։ Այո։ Ասեմ, որ իմ առաջի պարային չասեմ, առաջի 6-8 տեսահոլովակն է, չասեմ երկը, որտեղ ունեցել եմ, բայց տեսահոլովակ որպես այդպեսին առաջի 6-8 ուրախ տենց տեսահոլովակն է, երկը ես եմ գրել, գործիքավորումը արել է Խաչիկը, միքս մաստերինգը արել է Մարտինե Միրզոյան, ժողգործիքները Վաչիկը թվարկեմ տղաները մի խոսքով նկարը հանել է տեսահոլովակը Արմենը Գևորգյան, մոնտաժն էլ արել է Վահիկը Երեմյան։ Ինչ լավ, Եփրեմյան, ներողություն։ Ես առաջարկում դիտենք մի քիչ լավ ռիթմեր, ուրախ ռիթմեր մեր եթերում, այս պահին ճիշտ տեղին կլինի, այնպես որ Գևորգ Սիրեկանյան դե արի։ Դե արի ու տես, որ Գևորգը նոր տեսահոլովակ ունի եւ կարծում եմ, որ Եթե իստև իր պարում տնաշեն։ Գևորգ դեմ բացառիկ հետաքրքիր մարդկանցից ես, որի հետ կարելի է ոչ միայն ճանապարհ գնալ, նաեւ կարելի է գնալ շատ տարբեր տեղեր, հա, որովհետեւ եւ հումորը, եւ ընկերասիրությունը, եւ տրամադրությունը միշտ կա։ Փոխադարձ շնորհակալություն։ Ընկերները ինչից են քեզանից բողոքում։ Ինչից են բողոքում։ Այո, մենք լավ կողմերդ ենք նշում, մի քիչ վատ կողմերդ նշենք։ Ես կա դեմքից հասկացա, թե ինչքան սխալ հարցը գնաց, ասած գոված, վերջում ինչի՞ց է։ Զանգերին չես պատասխանում։ Չէ, տենց բաներ չունեմ։ Ուշանալն է իմ խնդիրը, միշտ ժամանակին փող են ուզում չես տալիս։ Որտեղից մեզ։ Երևի ուշանալու հետ կարող կապված լինի, մի քիչ ժամանակը չի հերիքում ինձ միշտ։ Մանավանդ հիմիկվա այս խցանումներից, որ Իսկ օրը երբ է սկսում, երբ է ավարտվում, առավոտվա մարդ եք, գիշերային մարդ։ Չէ, ավելի շատ գիշերային եմ, բայց առավոտ շուտ զարթնելն է խնդիր իմ համար, բայց գործի բերումով էլ
իմ գոլեգաներն ում հետ որ աշխատում եմ իմ ռեժիմով մարդիկ են էլի հազվադեպ ալնում որ շուտ ալնում պետք է Գեորգ եթե թերթենք համացանցը քեզ անընդհատ տարբեր տեղերում ենք տեսնում տարբեր երկրներում սա ուղղակի նկարներ որոնք վաղուց չես post-ել թե դու իրականում տարբեր տեղերում ես գոյություն ունի AI չգիտեմ ասել ես թե ChatGPT որով կարող ես տարբեր չէ իրականում նկարը գցում եմ այն ժամանակ երբ որ այդ ժամանակ այդտեղ եմ լինում Տարին 12 ամիս շաբաթը 7 Հայաստանից բացի որ երկիրն է որ միշտ կգնաք սիրում եք հաճախ լինել յուրաքանչյուր տարի գոնե մեկ անգամ լինում եք ոչ թե գործի բերումով այլ ցանկությամբ որ ուզում եք այնտեղ էլի վերադառնալ կամ քաղաք Իսպանիան եմ շատ սիրում հա Ամերիկան եմ շատ սիրում Հիմա երևի ավելի շատ գործի բերումով քանի որ եվրոպական երկրներում եմ լինում այդ եվրոպականից Իսպանիան կառանձնացնեմ որովհետև տա կարևոտ շատ էլի Խնդիրը դա էլի որ սրանից ասում ես էլ ինքն էլ տա կարևոտ Իսպանիա եւ Հունաստան Ծով է սիրում Շատ լավ, իսկ ինչ նորություններ են սպասվում, որովհետև դու այն մարդկանցից չես, որ մի գործ արեցինք, գնանք մի քանի ամիս, էլ պետք չի ոչ մի բան անել։ Կներեք, քանի որ դուք ձեզ հետաքրքիր էին միշտ ինտրիգային պատմությունները, իսպանիացիք հիշեցի։ Ուրեմն սրանից մի ամիս առաջ միջոցառման էի մասնակցում Իսպանիայում ու արդեն երբ որ թռիչքն է որ հետ պետքա վերադառնում էի Ալիկանտեից Հռոմ, Հռոմից Երևան։ Հասա օդանավական նայեցի, տեսնեմ մի ժամ ապազդանի է տալիս, ասի դե լավ, ու ես Հռոմում ունեմ 2 ժամ, որ տրանզիտս այդքան է։ Մի ժամը դարավ 2 ժամ, մինչև հասա Հռոմ, Հռոմ Երևանը թռել էր արդեն, մնացի այրոպորտում։ Բայ։ Ու հաջորդ օրը ես ստեղ եմ միջոցառման, հա։ Ու ժամը 9-ին պետք է լինեմ այստեղ։ Մեկ էլ դե նայում եմ տաբլոյին միջազգային այրոպորտը նայում լավ ես ոնց կարամ հասնեմ Երևան այնտեղ տալիս է չգիտեմ Քութայիսի տալիս է Բրյուսելա տալիս նո հայ Զվարթնոցի էջով ենք նայում որ ինչ թռիչքներ կա էլի որ այդ հա գալու է մի խոսքով ես մինչև երեկվա ժամը 7-ի կողմերից մնացի այրոպորտում մինչև առավոտ լուսադեն 6-ը, էլ ֆանտազիաս չէր հերիքում այրոպորտում ինչ կարելի անել մենակով, թռա Հռոմից Փարիզ, Փարիզից թռա Բրյուսել, Բրյուսելից Երևան, եկա ու միանգամից մեքենայով Զվարթնոցից իջել եմ ու միանգամից գնացել եմ այդ միջոցառմանը մեքենայի մեջ փոխվելով բան գնացի Գեորգ ջան ինչի 5 րոպե ուշացա ասեց Գեորգ ջան ինչի ուշացա իմանաք ես ոնց եմ եկել Կներեք ես Բրյուսելից էի գալիս Փարիզից Բրյուսել Այդտեսի այդ իմանաք թե ես ոնց եմ եկել հասել Բայց ես հատուկ տենց հարց ունեի օդանավականում ուշացել ես երբևէ թռիչքից թե Հա ոչ եղել է իմիջայլոց Արամի տղայի կնունքին չհասցրեցի Ամստերդամից ռեգիստրացիային չհասցրեցի ու չկարողացա մասնակցել միջոցառմանը Այսինքն հաճախակի բնույթ է կրում քո մոտ օդանավակայաններում ուշանալը Այդ մի անգամն է եղել որ ինձնից է եղել մնացած ժամանակներ իրանցից է Լավ, իսկ ինչպիսին է հանգստյան օրը, որը իդեալական է քո պատկերացմամբ, չես աշխատում, ո՞նց կկազմակերպես։ Ինչ կանես, ուր կգնաս։ Նաև սիրում եմ քաղաքից դուրս գնալ, իմ ավելի շատ ժամանակը երբ որ ազատ եմ լինում, ընկերներիս հետ եմ անցկացնում։ Այդպես։ Տնեցիների հետ, քուրիկիս երեխեքի հետ, չգիտեմ։ Շատ լավ Գևորգ, ես կարծում եմ, որ ժամանակը, որը անցկացնում ես հարազատների հետ, հատկապես հարազատների հետ, պետք է միշտ ֆիքսել։ Այնպես որ ուզում եմ, որ քո կյանքում այդ ֆիքսված ժամանակները պահերը շատ։ Այստեղ է չէ՞ ինչ որ յուրքանչյուր։ Հիմա դուրը կբացի չեմ, այդ մյուս տաղավարում այդ ծրագիրը։ Բայց մենք ես ուզում ենք նորենք Զանգուն, Ֆեդիալկոյի գինին, որը կարծում եմ հիանալի հնարավորություն է տալիս լավ պահերը ֆիքսելու եւ ինչու՞ չէ նաեւ կրկնելու համար։ Շնորհակալ եմ։ Հանգստյան օրը անցկացնելու առաջարկ։ Այո, սպա կենտրոն գիտեմ շատ ես գնում, հատկապես պիլինգի։ Այս վերջերս մի հատ
սպա կենտրոնի քարտային նվերտվեն կորցրեց։ Հատել ենք նվիրում, բայց չկորցնես։ Զեն սպա կենտրոնից այս քարտը քեզ, որպեսզի գնաս եւ վերջապես չկորցնես քարտը։ Շնորհակալություն։ Բայց մինչև հրաժարշտ տալը խաղանք ամենից դու ընտրեցիր Arm Games-ի մասնակիցներին, Arm Games 3-ում over ամենա Կրճատումներ ա եղել ձեր TV-ում ամենից ամենան բարելույթի մեջ եք նկատել։ Այո։ Բայց խառը ժամանակներ են։ Ամենից ամենանյարդայինը over Երևի ռոբոին առանձնացնում, հա։ Անհասկանալի։ Անհասկանալի։ Լիլիան եկավ ու ճանապարհեցին այդ աղջկան։ Սից շատ պահիտակեր էլի։ ամենաբարին Ամենաբարին Վահագը։ Ամենաազարտովը, որ անընդհատ խաղի մեջ էր։ Լիան երևի։ ամենաընկերասերը Քանի որ ես Գևորգի պատճառով եմ դուրս եկել խաղից։ Եկեք ասեմ աղաս։ Ամենաանընկերասերը։ Գևորգ։ Պատասխանները պարզ են։ ամենահումորովը կարող ես ինքդ քեզ էլ ասել Դե չէ, Մենք ունենք երկու ասեմ աղասը հումորով Եվան շատ էլի հումորով էր իմ համար բացահայտում էր ոնց որ դուք եք ասում որ ես էի բացահայտում հա Եվան է այտենց Սովածը։ Սովածը Եսիմ Բոլորը կուշտեր են։ Բոլորը կուշտ էին, որովհետև այնց հյուրանոցում էինք, կարելի է ասել թե գովազդա, չի կարելի։ Կներեք, հա, այնց հյուրանոցում էինք, որ ամեն ինչ կար, դրա հետ մեկտեղ մենք ցերեկ ուրիշ ռեստորան էինք գնում։ լավ էիք ապրում Ճոխ։ Նորից կխաղայր։ Չգիտեմ, ինձ դուր է եկել այդ 5 օրերի ընդհանուր լավ ժամանցը, ասենց ասեմ, էլի, բայց մրցակցությունը իմը չի, անկեղծ ասեմ, էլի, մանավանդ որ ինչ որ մի հատ որ կարևոր ինչ որ բան է խաղարկվում, որը որ շատ կարևոր է շատերի համար, այդտեղ մի քիչ պայտակ անառողջ մթնոլորտ է տիրում, որը որ իմ համար չէ, էլի, այտենց, բայց ընդհանուր շատ հետաքրքիր է, շատ լավ էր։ ով էր ամենակոնֆլիկտայինը Ամենակոնֆլիկտայինը կռվարարը Ես իմ չես ուզում Չասեմ որտեղ պատասխան կա Շատ լավ ճանաչելով վստահ եմ որ որոշ հարցերի պատասխաններ չենք էլ իմանա։ իսկ ամենահարուստը Ամենահարուստը ով էր Ես իմ Հասկացա չէ որ հաջորդի բոլոր պատասխանները կլինեն ես իմ։ Արդեն Շուշանը Գևորգ ջան, շնորհակալություն քեզ։ Անկեղծ պատասխանների, լավ տրամադրության ու առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մաղթում ենք նոր լավ գործեր Շնորհակալ եմ շատ։ Ես էլ ձեզ լավ եթեր եմ մաղթում, լավ օր եմ մաղթում։ Քեզ էլ բարի ճանապարհ Սուրեն ջան։ Շնորհակալություն Դե հիմա Կարճ դադար, բայց հետո վերադառնանք ու շարունակենք մեր առավոտը։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ առավոտյան արդեն հասցրինք շնորհավորել հոբելյարներին եւ նշեցինք, որ անակնկալ ունենք այսօր մեր եթերի ընթացքում եւ անակնկալը բացի հոբելյարի տեսքով, նաեւ տեսահոլովակի պրեմիերայի տեսքով, հիմա ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Գևորգ Մկրտչյանը եւ Քրիստինա Հովանեսյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Շատ լավ։ Լավ, մերսի։ Հիմա եկեք գուշակենք երկու տարբերակից։ Ում ծնունդն է այսօր։ Քրիստինային է չի նշանակում է։ Շնորհավորում ենք Գևորգ ջան։ Շնորհավորում ենք։ Շատ Քանի տարեկան դարձաք։ 28։ Ընդամենը։ Հա, Ծանրականում ուղակի այդ փաստը։ Փոքր եք երևում։ հա, ճիշտ է, հաճախ են ասում, ես վերջերս անգամ մտածում էին 18 տարեկան եմ, բայց չէ։ Դե գրեք շապիկի վրա, ես 28 եմ։ Իսկ ինչպես է սկսվել առավոտը, որովհետև նախ շատ ուրախ ենք, որ ձեր տարեդարձի առավոտը սկսում եք մեզ հետ միասին, բայց հետաքրքիր է ինչ որ օրակարգեր կամ
ծննդյան ինչ որ հատուկ առիթներ, որ միշտ յուրաքանչյուր տարի ունեք, կան թե չէ։ Մեզ մոտ գիշերը 12-ին շնորհավորելն է, որը Գևը այդքան էլ չի սիրում, բայց նա արդեն ավանդույթ է դարձել ու տարբերակ ուղղակի չունի։ Նախ շատ հաճելի է, որ եթերում եմ ծննդյանս օրը, առաջին անգամ է ինձ մոտ այսպես լինում, միշտ ծնունդիս օրը խուսափում եմ տենց հավաքույթներից, չգիտեմ, չեմ սիրում իմ ծնունդի օրերը։ Միշտ հենց հակառակն տոն լինի։ Չէ, ինձ մոտ հակառակն է, կամ փորձում եմ երկրից փախնեմ, կամ ինչ որ sense մեկուսանամ, բայց այս անգամ չէ, որոշեցինք տանը լինենք։ Իսկ նվերների առումով կներես։ Նվերների առումով։ Շատ է, Նախապես ասում եք ինչ կուզեք կամ դուք հարցնում եք ինչ կուզես, թե առանց հարցնելու անակնկալներն են առաջնահերթ ստացվում։ Գևի դեպքում տենց մի 6 ամիս առաջ մոտավորապես տենց ոնց որ խոսք եմ բացում, այ օրինակ ինչ է կարելի գնել կամ ցած ինչ որ հերվից եմ գալիս, որ չհասկանամ, որովհետև ինքը այն տեսակն է, որ երբեք չի ասի, ես եմ ուզում կամ այն։ Ու դժվարացնում է բավականին ընտրությունը։ Ես նվերները ծանր եմ տանում ընդունելը, հա, չեմ կարում չգիտեմ։ Որ նվիրում ես մի հատ էլ պետք է համոզես, որ վերցնի։ Հա, այս տարի մի ամիս շուտ է նվերս տվել, որ Հաստատվեց։ տարբերակ չունենա։ Իսկ ինչ էր նվերը։ Հեռախոս էր նվիրը, տենց օրից մեր որոշեց, որ հա պետք է հեռախոս նվիրի։ Որ արդեն հեռախոս է պետք ունենաս։ Արդեն պետք է։ Լարով հեռախոսը արդեն պիտի դնենք Միկո։ Ամեն դեպքում 21-րդ դարում։ Հեռախոս է պետք։ Լավ, իսկ անակնկալներ սիրում եք։ Ես, հա, շատ։ Հա, նորացմի ծանր եմ տանում հիմա, հա։ Ինչ որ Դե լավ, չգիտեմ։ Չէ, ես շատ եմ սիրում։ Իսկ ձեզնից ով է ավելի լավ անակնկալներ մատուցում։ Որ իրոք ստացվում է, որովհետև անակնկալ կարող ես մատուցել, բայց չստացվի մարդը գուշակի, չգիտեմ, ամեն մարդու մոտ չի ստացվում անակնկալներ անել։ Ես մեր միջից գուշակողն եմ, որտեվ անհնար է ինձ ինչ որ անակնկալ անելը, միշտ ինչ որ Բայց հեռախոսը ստացվեց, չէ՞։ Հա, մենակ հեռախոսն է եղել, որ ծնունդը մի ամիս շուտ շնորհավորել է։ Չէ, հասկացել էի, մի քանի օր առաջ ասես բանը, բա որ գույն օրինակ կուզեիր, որն ես հավանում, ասեց բանը կապույտը, թե սպիտակը ոնց որ, այդ ժամանակ արդեն հասկացա, որ ծնունդին է պատրաստվում։ Ուղղակի հարցեի տալիս։ Այլ մենք դուրս գանք խանգարում։ Մենք մի քիչ sense կռիվներ ունենք, էլի, մի քիչ քաշքշենք։ Իսկ դուք ինչ անակնկալ եք արել Կրիստինային, որ sense շատ տպավորվել է եւ ինքը միշտ հիշում է։ Միշտ եւի վերջինը հիշեմ, ես որ ծանր տարա հեռախոսը, հաջորդ օրը գնացի իրան իր ուզած ֆոտոապարատը առա մի անգամից։ Չգիտեմ։ Էլի անսպասելի էր։ Գիտեի որ պետք է գնենք, ամեն դեպքում, որովհետև ես իմ ցանկությունները հայտնում եմ։ Ինքը հայտնում է ես։ Շատ ճիշտ մոտեցում է, 21-րդ դար։ Ու Կրիստինան շատ ուրախանում է, ասում է նա իր անակնկալները ոնց են։ Հենց տենց էլ ասել եմ իրականում, այո։ Հա, Գևը շատ տխուր էր, չգիտեմ ինչի։ Հա, չէ, ինքնավերի ժամ։ Շատ տխուր ասում։ Լավ, իսկ առավոտյան երբ եք արթնանում, ով է պատրաստում առավոտյան սուրճը։ Ոյ, մենք սուրճ չենք խմում, այդ շատ լավ է, բայց ես շատ արթնացող եմ։ Շատ սխալ հարց էի տալիս։ Չէ, խմում ենք, բայց տենց քիչ ենք խմում, բայց ոչ առավոտյան, ես ավելի շուտ եմ արթնանում։ Հա, ես մի քիչ երկար քնող եմ, ինչ մեղքը տակցնում։ Հա, ես չեմ կարողանում ֆիզիկապես շատ շուտ արթնանալ, այդ իմ համար ստրես է։ Այսինքն շուտ արթնանում եք Գևորգ։ Հա։ Գևորգ արթնանում է նախաճաշ է պատրաստում ռոմանտիկ, թե չէ։ Պատրաստում, բայց ոչ ռոմանտիկ։ Ոնց ստացվի։ Հա, ջղայնացած կամ ոնց ստացվի այդ բան։ Ջղայն սմայլի կա ձևանում։ Շատ լավ, ընկերներ, նոր տեսահոլովակ երգ, նոր աշխատանք ունեք, դա երևի էլի նվեր է ինքներդ ձեզ արդեն տարեդարձի առումով եւ նվեր է բոլոր շրջանավարտներին, որովհետեւ վերջին զանգին ընթառաջ նոր երգ որոշեցիք մատուցել, իրականում այս թեմայով երգերը շատ են, բայց միշտ նորի կարիքը կա, որովհետև երկար ժամանակ լսելով հոգնում ենք եւ յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր սերունդ ուզում է իր վերջին զանգը տարբերվի եւ նոր երգերով լինի։ Հիմա պատմեք աշխատանքի մասին, ում միտքներ, ոնց համագործակցեցիք շատ հայտնի մարդկանց հետ։
Միտքը վաղուց կար, երգը մի քանի անգամ փոփոխել ենք բառերը, սկզբում նոր տարվա թեմատիկայով էր, հետո հասկացա, որ չեմ հասցնում, որոշեցի վերջի զանգի թեմատիկայով ընտրել։ Շատ հայկական բան է հիմա ասում չէ։ Նոր տարում ուզում ենք երգ անենք չաստրի։ Երկու տարի ամեն նոր տարուց առաջ ասում եմ հեսա հանում եմ ու ամեն անգամ չէր ստացվում։ Ասացի լավ ամոթա գոնե վերջի զանգի համար մի բան մտածենք տրենդեզի համար։ Հա, արդեն թեմաները վերջանում է, պետք է մինչև նոր տարի սպասեի ուղղակի։ Հրավիրված ենք ներկայացման, այնտեղ Անդոյին տեսա, մտածեցի իր հետ ամենահամապատասխանը կլինի ու առաջարկը արեցի, մեծ սիրով ընդունեց ու կարծում եմ ստացված էր։ Որոշեցինք նաև բլոգերների ներգրավենք, Աշոտը դե ունի իր այդ կերպարները, միանգամից մտածեցինք, որ ինքը կարող է մի քանի կերպարով ներկայանալ, ինչը ճիշտ որոշում էր կարծում եմ, արձագանքները տեսնելով հասկացա, որ շատ ճիշտ ընտրություն ենք արել։ Լենային նաև ներգրավեցինք, Լենան իմ բոլոր պրոյեկտներում լինելու է, այն որ միշտ ինքը կա։ Նաև մի քանի հոգու էլ ներգրավեցինք, կարծում եմ կերպարային առումով ճիշտ գտանք մարդկանց ու կարծում եմ ստացված էր, որտեղ արձագանքները այնքան դրական էին, որ ամբողջ օրը չեմ հասցնում այդ մեկնաբանությունները կարդամ ու բոլորին պատասխանում եմ ու անչափ հաճելի էր։ Չգիտեմ, ինձ թվում է ստացված էր։ Աշոտի կերպարներից Պանդոկի մատուցողի կերպարը իմ ամենասիրելին ուսուցչի կերպարը եկավ հավասարվեց երևի թե, որովհետև իսկապես շատ ընկերն հավասարձյան էր, ես երեք երեկոյան հասցրել եմ տեսահոլովակ գնամ ու շատ տրամադրություն բարձրացնող երգ եւ տեսահոլովակ է ստացվել։ Հիմա առաջարկենք բոլորը նայեն ու լավ տրամադրություն է հիմա մեր եթերում, այնպես որ դուք էլ ձեր կարծիքները հետո անպայման YouTube-ում կգրեք, որպեսզի ժողովուրդը հասկանա հետո ինչ պիտի անի արդեն։ Մեզ մնում է ձեզ շնորհավորել, որովհետև ինչ լավ է որ հասցրեցիք։ Ինչ դժվարություններ կար, որովհետև այսքան մարդ հավաքել իրար գլխի, ինչպես ասում են, այդքան էլ հեշտ բան չի։ Մենք ունեցել ենք փորձ, հրսանիք տեսահոլովակը, որտեղ էլի ներգրավել էինք շատ դերասանների, այդ ժամանակ շատ բարդ էր, որովհետև 3 օր դսեղում նկարահանում ունեցանք ու մտածում էի, որ այս անգամ էլ այտենց մասշտաբային բարդ կլինի, բայց բարդություններ ընդհանրապես չեղավ, դե բացի Անդոյի գնալ գալը, ինքն է գիտի, 4 ժամով գնաց, 4 ժամ հետ ընկանք, եկավ, բայց կարևորը հասցրեցինք ամեն ինչ ու շատ լավ ստացվեց, ուղղակի ներկայացման էր ու չենք կարող ուրիշ օր նկարել, բայց կարծում եմ, որ ստացվեց, ոչ մի պրավալ չունեցանք։ Իսկ էլ ինչ նորություններ ունեք, միասին, առանձին, նախագծեր, չգիտեմ, ինչ է կատարվում ձեր ստեղծագործական կյանքում։ Պատրաստվում ենք մի մեծ նախագծի, որի մասին դեռ չենք կարող խոսել, բայց սպասվում են շատ լավ բաներ, դե երաժշտական առումով է մի փոքր դադար էի տվել, հիմա ոնց որ փորձում եմ լրացնել այդ բացը, ինչը բաց էի թողել, Քրիսն էլ դե Դե քանի որ պրոյեկտների դեռևս պատրաստվում եմ, դեռ քանի որ ներգրաված չեմ, ավելի շատ իմ բլոգերությունն եմ ուզում մի քիչ ավելի ակտիվացնեմ, տենց։ Ավելի շատ ես սոցկայքերում եմ փորձում ինձ ինձ դրսևորեմ։ Լավ, իսկ բացի այս բարի դրացիական հարաբերություններից ջղայնացողը ամենատանով է ձեզանից, այսինքն որ չի համակերպվում ոչ մի բանի հետ։ Որ ասեմ մեր մոտ տենց կոնֆլիկտային իրավիճակներ լինում են, չէ, դες մեկ-մեկ ես կարամ փնթփնթամ, բայց առհասարակ չէ, էդ էլ դե չի լինի առանց դրա, բայց հիմնականում չէ, պատճառներ ուղղակի չենք ունենում կռվելու։ Որովհետև մենք միշտ փորձում ենք իրար լրացնել, ինչը օրինակ ես չեմ հասցնում անում է Գևը, ինչը Գևը չի հասցնում անում եմ ես, իսկ մա տենց ամենաճիշտը։ Իսկ իրար խորհուրդ տալիս եք, որովհետև շատ անգամ օրինակ կարող ենք տաքարյուն վերաբերվել ու մտածել, որ մենք ճիշտ ենք, բայց հետո արդեն կողքից սթափ խորհուրդը ամեն ինչ տեղնակցում։ Երբ sense տաքարյուն շրջանալինը մենք ուղղակի չենք խոսում, այնքան մինչև սարը չսկսենք դատել, ինչ որ մի իրավիճակ։ Ես իրականում յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակում փորձում եմ խուսափել կռիվներից, ինչ որ խոսակցություններից, մինչև որ ամեն ինչ կհարթվի, կանցնի կգնա։ Անծանոթների նման ես քայլում ենք տանում, մինչև բարիշում ենք։ Չենք նայում իրար դենք։ Ես չեմ նայում, մեկ-մեկ։ Այ հեռախոսա գնել, որ արդեն SMS-ներով շփեք այդ բaragայում։ Մեկ-մեկ լինում է մեր մոտ տենց, որ երկու հարկանի տունը տենց իրար հետ հեռախոսով ենք շփվում կամ գրվում է։ Իսկ ամենաերկար վեճը ինչքան է տևել։
Մի քանի օր երևի, երկար չի Մի տևում։ 2 օր։ Մի քանի օր տանը ուղղակի ապրում եք օտար մարդկանց նման չեք շփվում, չեք Ես բարը։ շփվում եմ ես, հա, չէ, չգիտեմ, հա, տենց ինչ որ շփում կար, բայց շատ սարդներ իմ կողմից, ինքը չէ։ Ես չէ, ես չեմ, հա։ Ես մի քիչ հիշում եմ, էլի, այդ ամեն ինչը, չէ, օրեր անցնում։ Ժամանակն է անցկացնելու ընտանեկան փոքրիկ հետախուզություն։ Այո, խաղ խաղանք միասին եւ տեսնենք ձեր ընտանիքում ինչ է կատարվում մի քիչ ավելի մանրամասն, բայց տենց շատ սահմաններ չենք հատելու, կարող եք չանհանգստանալ։ Գրիվ չեք գցելու։ Այդ դեռ չենք երևա։ Չէ, բայց ոնց որ մեզանից չի կախված։ 2 օր էլ չխոսալ։ Ով է երկար պատրաստվում դուրս գալուց առաջ տնից։ Ես։ Վիճելուց արդեն հասկացանք, որ առաջին հաշտվողը Բնականաբար։ Ով է ավելի խանդոտ։ Խոնդ չկա, եթե անկեղծ։ Դե վերջացրեք լավ։ Չէ, իսկապես մենք չենք խանդում իրար։ 20 տարի է 22 տարի։ ամուսնացած եք դրա համար 22։ Առաջի տարին չենք խանդում։ Իսկ դուք քանի տարի ամուսնացած եք։ 2։ 20 էլ ունեն արջևում դա։ Ով է ավելի ռոմանտիկ։ Ես։ Ահա։ Այն ձվածեղից པարզ էր, չէ՞, որ Իսկ ով է ավելի շատ ասում, դե ես ճիշտ էի կամ տեսար, որ ասում էի։ Միշտ փորձում ասի, բայց չի անցնում։ Ով է ամենաքաղցրակերը։ ես։ Ես վերջի երևի 1 տարվա մեջ աշխատում եմ գրեթե չուտեմ քաղցր։ Իսկ ով է գիշերը սառնանի դուռը բացում։ Ես բնականաբար։ Ես իբր սննդակարգ եմ պահում։ Իբր էլի։ Չէ, իրականում հա 12 կիլոգրամ արդեն նիհարել եմ։ Հատուկ։ Հա։ Տես կադրում մի քիչ ինչ չէի հավանում, որոշեցի նիհարեմ։ Դրա համար ամեն գիշեր մի 5 անգամ փորձ անում, էս ուտենք, այն խմենք, բան հասկանում եմ, որ չէ։ Ես ինչքան էլ ուտեմ, ոնց որ նույն քաշում եմ։ Իսկ դուք ինչպես նիհարեցիք։ Բացառել էի, հա, բացառել էի իրականում քաղցրը, օգտագործում էի միայն արևածաղկի ձեթը բացառել էի ձիթապտղի ձեթ էի օգտագործում, մեկ էլ հացը դիետիկ հաց էի օգտագործում։ Ու վերջ մնացած ամեն ինչ կար։ Հա, իրականում մի փոքր էլ ինձ մոտ կախվածություն կար կոլայից, որոշեցի ուղղակի առանց շաքար տարբերակը ու ընդհանրապես գազավորված ըմպելիքները որ հանում ենք արդեն ավելի։ Էլ մեր դասարանից չես ուրամ։ Ով ամենաշատ սելֆին անում։ Քրիստին։ Ով է ընտանեկան բյուջեն վերահսկում։ Ես բայց չեմ կարող ասել, որ վերահսկվում է։ Եթե դու կարող ես ծախսում ես։ Փորձում ես, բայց Շարակվա դուք էլ ամենաշատ գնումներն եք անում։ Ոնց որ հավասար։ Ես չի որ ինչ-որ մեկ ավելի շատ անում։ Ով է մեքենայում երաժշտությունն ընտրում։ Ստոմա Քրիստը։ Ես ավելի շատ։ Հա։ Ով է ավելի շատ մոռանում տարեդարձի ամսաթվերը։ Ես։ Ոչ մի ամսաթիվ չեմ։ Դրա մի ամիս շուտ աշնորհավորել։ Մի խառնել էր ուղղակի։ Դե լավ, հիմա։ Ով է տունը մաքրում եւ ով է թափրտում։ Քրիստը մաքրում է, բայց ես էլ եմ մեկ-մեկ օգնում։ Իսկ ես օգնում եմ։ Հա, թափրտելն էլ երկուսս երևի, հա։ Հավասար։ Թափում ենք ու մաքրում։ Տնից դուրս գալուց ես տուն մտնելուց։ Ով է միշտ ասում արի մի հատ լավ կինո նայենք, բայց հենց կինոն սկսում է քնում ենք։ Մենք իրականում ամեն երեկո կինո ենք նայում, բայց մեկ-մեկ զգում եմ, որ քնած եմ, տենց հաջորդ օրը նոր շարունակում եմ։ Նորից նայում ենք նույն սերիան, որովհետև ինքը ոչինչ չի հիշում։ Հա, իրականում նույն սերիան նայում եմ։ Քնելուց առաջ էլ մոտավոր վերջի 20 րոպեն չեմ հիշում ինչ եմ տեսել, որովհետև սենց հա ուզում եմ ձգեմ, որ չքնեմ, բայց հասկանում եմ, որ բան չեմ հասկանում։ Ով է ճամպրուկը հավաքում, երբ ճանապարհորդության եք պատրաստվում։ Եվը շորը տալիս է, ես դասավորում եմ։ Միասին։ Լիքը անիմաստ բաներ ենք վերցնում, վերջում պետք չի գալի։ Ով ասում հեսա 5 րոպեից գալիս եմ ու բայց չի գալիս։ Ես։ Ժամանակի առումով ընդհանրապես չի կողմնորոշվում։ Կարող ասի 5 րոպեից։ Բայց գալիս եմ, չէ՞։ Հա, բայց կարող ասի 5 րոպեից իջնում եմ, անցնի կես ժամ, անցնի մի ժամ, ասի 5 րոպեից հասնում եմ դուրս արի, դուրս գամ կանգնեմ դուրսը ժամերով չլինի։ Բայց դու այդ ընթացքում գործ ես չի անում հեռախոսով բավականին շատ։ Ահա, բայց կապ չունի, նրա հետ որ դու չես կողմնորոշվում ժամանակից։ Ով է շռայլ խոսքերի առումով, կարոտել եմ, սիրում եմ։ Ես հաղթում եմ, որտեղ ես։ Ես չկամ։ Խոսքերից բացարձակապես չկա։ Լավ, իսկ ամենաշատը ով է տանը խոսում։
Քրիստե։ Բայց այդ ժամանակ Երեկոյան ասացիք։ Որովհետև երբ որ մարդ ուզում է քնի ու ականջի տակ ժամերով Դե այդ խոսում ժամանակ է։ եմ ես ակտիվ, ինչ անեմ, առավոտյան բացարձակապես չեմ խոսում։ Դե որ դու առավոտյան դու քնում ես։ Այո։ Հա, Մինչև մեր մոտ արտանում եմ, գրաֆիկները մինչև տարբեր է, էլի։ Միացյալ Նահանգներ Հայաստան Հա, մեր մոտ օրակարգերով է եք ապրում։ կարգավիճակն է։ Ահա, ով է ավելի լավ նվերներ ընտրում։ Պիտանի ավելի օգտակար։ Հավասար ինձ թվում է, չգիտեմ։ Դե դատելով հեռախոսից։ Հա։ Իսկ ով ավելի շատ հեռախոսի մեջ տանը եւ ռիլեր թերթում։ Ես խիտան եմ ամեն օր։ Ամեն օր ամենտեղ։ Իսկ դա ձեզ նյարդայնացնում է։ Ժամանակ առ ժամանակ։ Միշտ։ Ինչ որ սխալ բան։ Ժամանակ միշտ։ Ով է ավելի շատ նեղանում։ Ես։ Քրիստո դե։ Բայց իմ Ես նեղանալը- նեղանալ չունեմ, հա։ Իմ նեղանալը քիչ է տևում։ 2 օր։ Չէ, քիչ է տևում իրականում։ Ով ամենահամեղը պատրաստում տան խոհարարն ով է։ Ես եմ։ Այս վերջես ասացի ես, ինքը ասում էր ինքը, բայց Հա։ չգիտեմ։ Ինձ իմ սարկասները դուր է գալի ամեն դեպքում, չգիտեմ։ Չգիտեմ ոնց, բայց ինձ Դուր է գալի, Երեք բայց ինձ ասեմ։ Ժամանակ ունենք խոսել, հետաքրքիր է։ Հատկապես ձեր ընտանեկանային։ Որ ասեմ, ես տենց թեմա, միշտ ժամանակ ունես։ Սիրտս մոչիներ էր ուզում, իսկ խանութի պատրաստածները ոնց որ դուրս չի գալիս։ Մեկ էլ տեսում Գևը գնացել է գործի, գնել է այդ ոնց այն ասում։ բրնձի թերթիկներ էի գնել, ինչ որ չգիտեմ, էլի տենց հեռախոսը թերթելուց հա տեսել էի, ընկած ամբողջ սուպերմարկետով ման էի գալի, թե ինչ պետք է առնեմ։ Բերեցի տուն բրնձի թերթիկով, ինչ որ հունական յոգուրտով, բան, սենց ավելի առողջ տարբերակներ իբր։ Զանգեցինք մեր ընկերներից Դիանայի Մխիթարյան մամային, ինքն է շատ համով իրականում սարքում, փորձեցի հասկանամ ճիշտ եմ վերցրել, ստացվեց որ ոչ մի բան ճիշտ չէի վերցրել։ Ուզում եմ հասկանալ ոչին բրենդի թերթիկների հետ ինչ կապ։ Պատրաստեցիք Ինչ որ նոր տրենդ է, բրնձի թերթիկներով են սարքում ու սարքեցին գիշերը ոնց որ թե առաջի անգամ վերջի շրջանում գիշերը ինչ որ բան եմ կերել, փորձեցինք չի հասկանում օքեյ թե օքեյ չէ բայց փորձել եմ հա սարքել Ամեն դեպքում եթե այսօր առավոտը այստեղ եք նշանակում ամեն ինչ լավ է հա Իսկ ով է առաջինը սեր խոստովանել։ ես հա Իսկ ով է միշտ ասում որ այս վերջի սերիան է վերջ Գևը։ Հա Որովհետև մենք միշտ նայում ենք, եթե 12 մասանոց օրինակ Առաջին օրը մինչև 11-ը կնայենք, վերջի սերիալ միշտ թողնում ենք վերջում, չգիտեմ ինչի, հաջորդ օրը։ Ստացվում, հա, միշտ ինչ որ հա։ Բայց էս էլ նայենք, հեսա կքնենք, էս Դե մի հատ սերիալ խորհուրդ տվեք հենց հիմա մեր հերոստատողին, որը ձեզ ամենաշատն է դուր եկել։ Ես հիմա հա նայում ենք Dark-ը, Ձման, հետո հիմա նայում եմ From-ը, Izvne, այդ շարքը Միստիկան, հա։ Իսկ դուք շատ եմ սիրում։ Հա, բայց չեմ միայն նա կնայում։ Չէ, միայն չեմ նայում, ես Արուսն էլ հետս է։ Եթե սարսափ տեսաններ կա, ժամանակ չի նայում։ Հա։ Օրինակ Dabro пожаловать դերի, այդ օրինակ սարսափ։ Եթե այդ ժանրի բան եք սիրում, ես ձեզ խորհուրդ կտամ դիտեք հենց հիմա որ նոր դուրս է եկել Netflix-ում, ես զգում եմ որ ինչ որ վատ բան ա լինել։ Նայել եմ։ Նայել եք, ասեք որ լավ է։ Դե ձեր շնորհակալություն, այնտեղ մենք ունենք զանգու, որը զանգելու համար չի, այլ պարզապես տանը լավ պահերը հիշելու համար, սպիտակ գինին այսօր։ Գևորգ ջան, մի հատ այսպես ձկնային ուտեստ կպատրաստես։ Կվայելենք այս։ Կվայելեք այդ սպիտակ գինին, որը հատուկ պահերի համար է, իսկ ձեզ համար Zen Spa կենտրոնից հետաքրքիր նվեր կա։ Այնտեղ ձեզ ավելի մանրամասն կբացատրեն, թե ինչ է ձեզ սպասվում։ Շատ լավ, շնորհակալ եմ Մերսի շատ։ Ձեզ մերսի, որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին եւ մաղթում ենք տոնական շատ հրաշալի օրվա շարունակություն։ Շնորհակալ ենք։ Հուսանք կռիվ չկցեցինք, Գևորգ ինձ ընտանիքում ամեն ինչ լավ է եւ իհարկե այսօր գինին կբացեն եւ հաշտ ու համերաշ կշարունակեն։ Տարեդարձը դրա համար վստահ եմ որ կռիվ չեն գցել, այո։ Մի քիչ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Ես կարծում եմ լավագույն հանգստյան օրերը հենց այն հանգստյան օրերն են, երբ լավ ու հետաքրքիր մարդիկ են առավոտը ողջունում, իսկ օրվա ամբողջ ընթացքն ու երեկոն անցկացնում եք լավ ու հետաքրքիր հարազատների ու բարեկամների հետ։ Դե երեկոն օրվա ընթացքը ձեր ձեռքերում է, իսկ առավոտն արդեն մենք ենք ձեզ առաջարկել, որպեսզի լինի հետաքրքիր, ինֆորմատիվ եւ երաժշտական։
Եվ ինչպես արդեն առավոտյան նշեցինք, որ պահերը եւ կյանքը առասարակ արագ է անցնում, առաջարկում ենք, որպեսզի դրանք ֆիքսեք լավագույն գինու հետ միասին, զանգուի հետ միասին։ Այո, պիտի նշեմ անպայման, որ զանգուն ներկայացնում է Վեդիալկո ընկերությունը։ Գինին առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով ու բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Ռեզերվ անապակ գինի զանգում յուրահատուկ պահերի համար է։ Գինին նրանց համար է, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ 1956 թվականին հիմնադրված Վեդիալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր արտաքին տեսքը առաջարկում եմ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Այսօրվա իմ դիմահարդարման համար շնորհակալություն Անին, իսկ վարսահարդարման համար Ինգային։ Վերջերս Meet Gala-ն, որը կայացավ Հոլիվուդում, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ տղամարդիկ ոչ պակաս են հետևում նորաձևությանը եւ իրենց սանրվածքին, բայց վերադառնանք Հայաստան ու ավելի տղամարդկային տեսք ստանալու համար, ձեզ առաջարկում եմ գնալ Master Ride, որը ներկայացնում է իհարկե բոլորային ծառայությունները, որը հարկավոր են ձեր մազերի, ձեր մորուքի խնամքի համար։ Master Ride-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին։ Այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք նոր տեսականու հետ։ Նոր տրամադրության հետ ծանոթանալու համար շատ հեռու գնալ պետք չէ, պարզապես շաբաթ եւ կիրակի առավոտյան միանալ ATV հեռուստաընկերությանը եւ դիտել իհարկե առաջին ծրագիր Weekend-ը, որը ձեզ համար ներկայացնում են Սուրեն Արուստամյանը եւ Սոնա Սաֆարյանը։ Այս առավոտ էլ փորձեցինք ձեզ տալ հրաշալի օրվա սկիզբ ու չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։